Ռոբերտ Լայրդենի ծառայությունը ներկայացնում է բժշկության ավետարանիչները։ Այս ուսուցման ժամանակ մենք կուսումնասիրենք այն զորավոր տղամարդկանց և կանանց կյանքը, ովքեր ներգրավվել են բժշկության ծառայության մեջ։ Թող նա վազի ձեր մարգարեի նման, Տեր, թող նա վազի Եղիայի նման, Հիսուսի անունով, Տեր, թող նա քայլի։ Նախքան համբարձվել է, Հիսուս իր վերջին գործով լիարժեք ապահովեց, որ ես և դուք ոչ մի դեպքում երբեք չպարտվենք։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմնի մի մասնիկն եք, ապա պարտություն չպետք է ունենաք և ոչ մի միավոր։ Մատթեոսի գիրքն ասում է. ահա ես ձեզ ղրկում եմ ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք և աղավնիների պես միամիտ, և երբ կգնաք քարոզեցեք և ասացեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է, բժշկեցեք հիվանդներին, մաքրեցեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին և դևեր հանեցեք, ձրի ստացել եք, ձրի տվեք։ Մենք աղոթում և հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքում և ծառայության մեջ։ Եվ ահա ձեր հյուրը Ռոբերտ Լայրդենը։ Բարի գալուստ մեր երրորդ ուսուցմանը։ Այս ուսուցումը կլինի այս կնոջ մասին, որին տեսնում եք այստեղ։ Նրա անունն է Մարիա Էթեր։ Էթեր քույրը մի կին էր, որի կյանքում եղել են մեծ քանակությամբ նշաններ ու հրաշքներ։ Մենք կդիտարկենք դրանցից շատերը։ Շատ բաներ, որ կատարվել են իր ժողովներում, որոշ հին եկեղեցիներ գիտեն և խոսում են այսօր դրանց մասին։ Էթեր քույրը մի կին էր, որ ապրել է հոգու իրականության մեջ և չի վախեցել Սուրբ Հոգու Երևան գալուց։ Իր ժողովներում մարդիկ անբնական ներշնչումներ են ունեցել։ Մեղավորները ընկնում էին խորը զգացումների մեջ։ Ամեն բան իր ժողովներում կատարվում էր դրամատիկ ձևով և ակնհայտ։ Այն մարդիկ, որոնք նրան դեմ էին դուրս գալիս, մեռնում էին։ Սա մեծ հակասություն է առաջ բերում, բայց եթե դուք ունեք Աստծուն ձեր կյանքում և մաքուր եք, մարդիկ կկպնեն օծված մեկին, Աստված էլ կկպնի նրանց։ Այս է, որ տեսնելու ենք տիկին Էթերի կյանքում։ Առաջին հերթին ուզում եմ ծանոթացնել իր որոշ գրքերի հետ, որ ես կարդացել եմ, որովհետև նրա գրքերը շատ ճանաչված են եղել ինձ համար։ Ահա առաջին գիրքը, որը կարդացել եմ։ Հիշում եմ, ես մի հոգեգալստականի տանն էի, երբ այս գիրքը լույս ընծայվեց, հրաշքների և նշանների օրագիրը։ Նա գրել է 4 գիրք և այս վերատպվել է մի քանի տարի առաջ։ Այս գրքում գրված են միայն բժշկությունների, հրաշքների և նշանների մասին։ Նրա կյանքը և ծառայությունը շատ տարօրինակ էր։ Երբ նա շատ երիտասարդ էր, առել էր Աստծո կոչումը, թեպետ նա կարծում էր, որ ինքը չի կարող քարոզել, որովհետև կին է։ Միակ տեղը, որ նա տեսնում էր, դա միսիոներական դաշտն էր ուրիշ երկրում։ Աստված կոչում էր նրան քարոզել ավետարանը։ Նա տեսնում է մի տեսիլք։ Այդ տեսիլքում ցորենի հատիկները թափվում էր իր վրա և իր շուրջը։ Դա այն հոգիներն էին, որ ինքը պետք է շահեր Քրիստոսի համար։ Այս մոտավորապես 1800-ական թվականների կեսերից էր, երբ այս բաները սկսեցին կատարվել իր հետ և տարածվեց մինչև 1900-ական թվականները։ Նա մահացավ 1924 թվականին։ Տիկին Էթերը այն մարդկանցից էր, որ շարունակ ասում էր Աստծուն. ես չեմ կարող քարոզել։ Կինը չպետք է քարոզի։ Մարդիկ այս բանը չեն ընդունում։ Այն ամենը, որ նա կարող էր անել, դա եկեղեցում օգնելն է և առաջնորդել կանանց։ Աղոթքի ժողովները կամ էլ լինել ինչ որ մի սպասավոր կին միսիոներական դաշտում։ Բայց Աստված շարունակ հետապնդում էր նրան և ասում. դու պետք է քարոզես ինձ համար, դու պետք է քարոզես։ Կանայք, այդ վերաբերվում է ձեզանից ոմանց, որ դիտում եք ինձ։ Աստված շարունակում է ասել ձեզ, որ դուք պետք է քարոզեք Աստծո համար և անեք այն, ինչ նա է կոչում ձեզ անելու։ Մի թույլ տվեք կրոնական ոգում կամ էլ որոշ դևեր ասեն ձեզ, որ եթե դուք կին եք, չեք կարող հնազանդվել Աստծուն։ Դուք կարող եք հնազանդվել Աստծուն, եթե դուք վճարեք գինը։ Օծության զորությունն է, որ պտուղ կարող է բերել, և դուք կվճարեք գինը մնալու Աստծո զորության տակ և ոչ թե զգացմունքների տակ։ Աստված կարող է ուղարկել ձեր ծառայությունը աշխարհում մեկ և արա ճիշտ այն, ինչ տեսիլքով որ կանչված եք անելու։ Ես հավատում եմ, որ շատ մարդիկ կան, որոնց Աստված ցույց է տվել իրենց ծառայությունը։ Երբ ես փոքր տղա էի, Աստված ինձ ցույց տվեց ազգեր, վայրեր, որ պետք է գնայի, բաներ, որ պետք է անեի։ Նույնը եղել է ձեզ հետ, և ես ուզում եմ գրգռել ձեզ։
Այս խոսակցությունը քեզ համոզելու համար չէ, այլ առաջ հրելու։ Դևերը չեն սիրում մարդկանց, որ հնազանդվում են Աստծուն։ Հույսով եմ, որ այս ուսուցման ժամանակ կշարժվեք այդ ճանապարհով։ Համարձակությունը գվերի զորություն, զորությունը հրաշքներ։ Վերջապես երկար ողբերգություններից հետո Տիկին Էթերը ասաց. «Բարի Տեր, ես կանեմ»։ Նա կորցրեց իր 6 երեխաներից 5-ը, նրանք մահացան։ Ես չեմ ասում, որ Աստված արեց այս, բայց ասում եմ, որ երբ անհնազանդ եք Աստծուն եւ շարունակում եք անել ձերը, դուք դուրս կգաք մի վայր, որտեղ դևերը ընդունակ կլինեն գալ քո վրա եւ ավիրել այն, ինչ պատկանում է քեզ։ Անհնազանդությունը դուռ է բացում դևերի համար, ձեր կյանքում բերելու կործանարար աղետներ։ Հիշեք այս, եթե Աստված ասել է ձեզ տալու ինչ որ X քանակի դոլար մի քարոզչի, որին դուք անձնապես չեք սիրում, լավ է որ անեք այդ։ Հակառակ դեպքում նա բաց կանի դևերի համար մի դուռ, ներխուժելու եւ գողանալու քո աշխատավարձը, կամ էլ անելու մի բան ընդդեմ քեզ, որ կարող է քանդել քո ծառայությունը։ Մենք պետք է հնազանդվենք Աստծուն առանց հարց տալու, առանց տրտնջալու, երբ Աստված է ասում այդ, հնազանդվիր, ալելույա։ Վերջապես Տիկին Էթերը հնազանդվեց կոչին։ Իր երեխաների եւ ամուսնու մահվանից հետո նա սկսեց քարոզել։ Նա քարոզեց Միացյալ Եղբայրակցությունում, նա քարոզեց որոշ արթնություն ապրող եկեղեցիներում, եւ նա շատ արագ ճանաչվեց որպես առաքյալ։ Ես կարծում եմ, որ դա իսկապես շատ տարօրինակ է։ Մարդիկ խոսում էին նրա մասին որպես մի առաքյալի, որովհետեւ մի տարվա մեջ նա հիմնեց մի քանի եկեղեցիներ եւ հարյուրավոր մարդիկ կիրակնորյա դպրոց էին հաճախում։ Եվ սա կին քարոզիչ էր, 1800-ական թվականների ավետարանի քարոզիչ, որ հնազանդվեց Աստծուն բարկացնելով դևերին։ Եթե դուք կին քարոզիչ եք, տղամարդիկ եւ կրոնական դևերը այդ չեն սիրի։ Սատանան ուզում է ճնշել կանանց ծառայությունը, նա ցանկանում է ճնշել երիտասարդ ծառայողներին։ Դա նույն պատերազմն է, որ եղել է կանանց համար եւ երիտասարդների համար։ Ես անցել եմ դրա միջով։ Մարդիկ ասում են. «Ով է քեզ իրավունք տվել քարոզելու։ Դու դեռ այնքան մեծ չես իմանալու ինչ որ բան»։ Հոբի 32-ն ասում է. «Բայց մարդու մեջ եղած հոգին է եւ ամենակարողի շունչն է նրանց իմաստություն տալիս»։ Մարդիկ կարիք ունեն այսօր սովորելու քայլել Սուրբ Հոգու ներշնչման մեջ։ Մենք չպետք է մեռնենք ապրելով ցածր կոչումի մեջ։ Վերջապես օրը եկավ, որ Տիկին Էթերը զգաց Աստծո կոչը։ Նա շատ ժողովներ էր անցկացնում եւ ասում, որ հոգնել եւ սպառվել է։ Ամեն անգամ քնելուց առաջ նա զգում էր, որ Աստված ասում էր իրեն. «Դու պետք է սկսես աղոթել հիվանդների համար»։ Եվ նա մտածում էր. «Տեր, ես չգիտեմ այդ մասին, չգիտեմ ինչ անել»։ Բայց Տերը շարունակում էր գալ եւ ասել. «Դու պետք է օծես հիվանդներին եւ աղոթես նրանց համար»։ Հասկանում եք, ձեզանից ոմանք եկեղեցիներում սովոր չեն աղոթել հիվանդների համար, կամ էլ շփվել նրանց հետ, ովքեր կապված են չար ոգով, բայց Աստված ասել է ձեզ, որ աղոթեք հիվանդների եւ դևերով բռնվածների համար։ Աստծո կամքը մարդու համար դա ազատ լինելն է։ Նա ուղարկեց Հիսուսին, որ մարդիկ ազատ լինեն։ Նա եկավ, որ քանդի դևերի գործը, ոչ թե տանջելու դևերին, այլ քանդելու եւ հեռացնելու նրանց։ Եվ հիմա ժամանակն է, որ սպասավորները մարդկանցից հեռացնեն դևերին։ Հեռուստատեսությամբ մենք տեսնում ենք, թե ինչպես է 8 տարեկան երեխան սպանում իր մորը կամ քրոջը։ Պատճառը այն չէ, որ նրանք խելագարված են, այլ նա է, որ դևերը տիրել են նրանց։ Եկեղեցին պետք է սկսի գործել ընդդեմ դևերին։ Երբ վերադառնում էի Շվեդիայից, Տերը սկսեց խոսել ինձ հետ ասելով. «Կան որոշակի պատգամներ, որ եկեղեցին այլևս չի քարոզում։ Դրանք չեն հնչում ամբիոններից, այդ չի գործում մարդկանց մեջ։ Առաջին, բարեխոսական աղոթքները պետք է ետ վերադառնան եկեղեցի։ Հասկանում եք, որոշ ժամանակ բարեխոսությունը եկեղեցիներում առաջ գնալու փոխարեն սկսեց նահանջել եւ հասավ ծայրահեղության, եւ այս խնդիրներ առաջացրեց եկեղեցիներում։ Այո, խնդիրները միշտ կլինեն։ Վիգլսվորթ եղբայրն ասում էր. «Եթե դուք ցանկանում եք Աստծո շարժը շահելով երիտասարդներին, այդ դեպքում կամեցեք նաև ունենալ խնդիրներ եւ ծայրահեղություններ, որոնք դուք կարիք կունենաք լուծելու, եւ ոչ թե հրաժարվելու երիտասարդներից, շարժից, խնդիրներից ու ծայրահեղություններից։ Դուք բոլոր սպասավորներ եւ հովիվներ պետք է հասնեք այն մակարդակին, որ երբ տեսնեք ինչ որ մեկին ձեր ժողովրդի մեջ սխալ գործելուց, դա չգրգռի ձեզ նրան դուրս շպրտելու ամբողջությամբ։ Մենք պետք է աճենք այնքան, որ լինենք Աստծո
մարդիկ հասկանալու ամեն բան, ոչ թե սարսափել, ահաբեկվել եւ փախչել դրանցից, կամ ինչ որ բան դուրս շպրտել, ինչպես վարվեցին բարեխոսական աղոթքի հետ։ Բարեխոսությունը պատկանում է եկեղեցուն, այդ պետք է քարոզվի ամբիոնից, այդ պետք է վերադառնա, որովհետև երբ դուք աղոթում եք, Աստծո փառքն է իջնում։ Պատճառը, որ չկա փառքը, դա այն է, որ մենք չենք աղոթում։ Նրանք բարեխոսության աղոթքի մեջ էին օրերով եւ գիշերներով։ Նրանք աղոթում էին ամբողջ գիշերը, որ Աստված գա։ Էթերը ճանաչված էր որպես արթնություն բերող, որը կարող էր քաղաքը բացել։ Միտեղ կար, որ ոչ ոք որ կոչվում էր Դևերի քարայր, ամեն ավետարանիչ փորձել է գնալ այնտեղ եւ ժողով անցկացնել, եւ չէ լինում մեկը, որ Քրիստոսին ընդուներ։ Նա գնաց 4 օր եւ քարոզեց 4 գիշեր, եւ ոչինչ չկատարվեց։ Հետո նա սկսեց աղոթել ամբողջ գիշերը, եւ երբ նա քարոզեց 5-րդ օրը, ամեն բան կատարվեց։ Սրա կարիքը մենք էլ ունենք այսօր, որովհետեւ կան քաղաքներ եւ ազգեր, եւ եթե մենք չաղոթենք եւ չունենանք զորություն, ապա չենք կարող խոսքը հասցնել նրանց։ Աստված չի ասել բացատրություն տալ, թե ինչու եմ քարոզում։ Նա ասել ինձ քարոզել եւ թող այդ հնչի եւ առաջ գնա։ Սատանայի խորամանկությունը հետեւյալն է. եթե դուք ապրում եք բացատրությունների եւ ներողությունների իրականության մեջ, ապա դա կհեռացնի ձեր ուժն ու զորությունը գործելու Սուրբ Հոգով, բերելու Աստծո ներկայությունը եւ ազատությունը ձեր եկեղեցիներում։ Ասեմ թե ինչու են մարդիկ հուզվում, երբ Աստված հայտնվում է։ Օրինակ նրանք ապրում են խորը էքստազ։ Ինչ է դա։ Էքստազը նրա համար է, որ երբ Աստված գալիս է մեծ զորությամբ անձի վրա ինչ որ գործ անելու, նա գալիս է այդ էքստազի միջոցով, սառեցնելու նրանց բնական կարողությունները ու զգացմունքները, որպեսզի այն, ինչ ինքը պետք է անի անձի հոգու հետ, մարդը արգելք չհանդիսանա։ Այդ ժամանակ մարդը նման է մի արձանի։ Ես այս տեսել եմ մի քանի անգամ իմ ծառայության ժամանակ, երբ Աստված իջնում է մարդու վրա, անձը սառչում է տեղում։ Տիկին Էթերի ծառայության ժամանակ հրաշքները եղել են այս ձևով։ Մեղավորները ընկնում եւ տեսնում են դժոխքը եւ դրախտը։ Աստված ետ է բերելու այս ամենը։ Այս ամենը սկսվելու է ձեր սարկավակներից ու առաջնորդներից եւ որոշ մարդկանցից, որ եկեղեցում են եւ չեն ուզում շարժվել իրենց կյանքում։ Աստված տապալելու է նրանց եւ ցույց է տալու թե որն է ճիշտը եւ որը սխալը։ Ահա ետ են գալու այն օրերը, երբ Աստված կառուցում էր եկեղեցին գերբնական ձևով։ Կամ մեկ ուրիշ բան, որ Տերը ասաց ինձ. Տիկին Էթերի կյանքում կտեսնեք հրաշքներ, որ երբ մարդիկ դուրս են եկել իր դեմ, Աստված դատապարտել է նրանց։ Կամ մի պատմություն, երբ նա ժողով էր անցկացնում Կալիֆոռնիայում, մի մարդ դուրս եկավ եւ սկսեց ծաղրել Աստծո շարժը։ Նա ծիծաղում եւ խոսում էր սուտ բաներ։ Աստված հարվածեց նրան խլությամբ, իսկ նա չապաշխարեց եւ մեռավ, որովհետեւ հակառակվեց Աստծո շարժին։ Անանիայի եւ Սափիրայի օրերը չեն հեռացել մեզանից։ Պատճառն այն է, որ մենք չունենք բավարար օծություն տեսնելու այս բաները, երբ մարդիկ հակառակվում են Աստծուն, բայց օրեր են գալիս, որ մարդիկ շարժվելու են զորությամբ եւ փառքով։ Ես այս մարգարեանում եմ։ Ես ասում եմ ամեն հարանվանության, ամեն անձին, որ լսում է ինձ, որ գալիս է մեծ սերունդ եւ այդ սերունդը երկրի վրա է, այս երիտասարդությունն է։ Երիտասարդներն են գալու եւ կրելու փառքը, ինչպես Տիկին Էթերը։ Մենք ունենալու ենք մարդկանց փոփոխություն, ինչպես այդ եղավ Պողոսի հետ։ Մի լույս եկավ երկնքից եւ կուրացրեց նրան։ Մենք տեսնելու ենք այս ամենը մեր օրերում։ Տիկին Էթերի կյանքում այս բաները սովորական էին։ Նա մի շատ հետաքրքիր հայտարարություն է արել, որը ցանկանում եմ կարդալ, որովհետեւ որոշ մարդիկ կարող են ասել. գիտեք, ֆանատիզմը, էմոցիոնալիզմը նրան մեղադրում են այս բաներում։ Որոշ մարդիկ վախենում են թույլ տալ իրենց զգացմունքները ի հայտ գան, բայց ես հավատում եմ դա լավ է, որ մարդկանց զգացմունքները շարժվում են։ Եթե դուք ուսուցանում եք նրանց առաջնորդվել հոգով ու խոսքով եւ ոչ թե զգացմունքներով, որովհետեւ եթե մենք խցանենք զգացմունքները, ապա մարդիկ չեն կարող ազատվել եւ ձեռք բերել ազատություն։ Այսօր կան հովիվներ, որոնց Աստված վշտացրել է, որովհետեւ նրանք թույլ չեն տալիս Աստծուն օգնելու մարդկանց գտնելու ազատություն եւ ուրախություն։ Եթե դուք թույլ չեք տալու մարդկանց արտահայտելու իրենց զգացմունքներն առ Աստված, ապա Աստված չի կարող շարժվել նրանց վրա։ Տիկին Էթերը անցավ շատ հակասությունների եւ հալածանքների միջով։ Նրանք ասում էին. գիտես այս ամենը, որ կատարվում է չար ոգուց։ Եվ Տիկին Էթերը պատասխանում էր. ահա իմ երաշխիքը։ Առաջին, ես թույլ չեմ տալիս իմ ժողովներում ֆանատիզմը։ Թույլ չեմ տալիս, որ մարդիկ մարմնավոր բաներ անեն։ Նա հոգեգալստական շարժման նախաձեռնող էր, որ սկսվեց Ասուսա փողոցի արթնությունից, որն էլ դարձավ մեծ կատալիզատոր։ Նա ասում էր. ինչ է անհանգստացնում հոգեգալստական շարժմանը։ Մարդիկ փորձում են ղեկավարել Սուրբ Հոգուն եւ չեն ցանկանում լինել այնքան ուժեղ, որ դուրս շպրտեն դևերին, օգնելով մարդկանց
ուրախանալու Սուրբ Հոգով։ Այս ճշմարիտ է այսօրվա համար։ Ես գնում եմ ժողովների, որտեղ Աստված ուզում է շարժվել։ Միգուցե որոշ երեցներ վախում են ասելով. մենք չենք ցանկանում էմոցիոնալ լինել, մենք չենք ուզում, որ մեզ մեղադրեն այդ բաների համար, բայց դուք պետք է ունենաք Աստծո շարժը։ Իսկ Աստծո շարժը ազդում է զգացմունքների վրա։ Եվ այս իշխելու ոգին, որ իշխում է այս լիդերների վրա, այդ քաղաքական հոգիները շարունակ ասում են. եթե դուք թույլ տաք այս բաները կատարվեն, դուք սխալ կընկալվեք մարդկանց կողմից, եւ ոչ ոք չի գա ձեր եկեղեցին, եթե դուք ունենաք վատ համբավ։ Կորցրեք ձեր երկրային համբավը, շահեք հոգևորը։ Այդպես էր վարվում Տիկին Էթերը։ Նա ասում էր. հոգս չէ, ինչ են ասում մարդիկ, բայց գիտեմ, երբ Աստված իշխնում է, երբ նա սկսում է շարժվել, մարդիկ սկսում են տեսնել եւ իրենց կյանքը փոխվում է։ Տեսիլքները վերադառնալու են եկեղեցուն։ Հովիվներ, եթե ձեր դուրը չգա, երբ այն գա ձեր եկեղեցի, ապա դուք չեք ունենա Աստծո շարժը։ Պետք է թույլ տաք, որ այսպիսի բաներ կատարվեն ձեր ժողովներում, բայց միևնույն ժամանակ պետք է հոգևորապես հասուն լինեք խնդիրները լուծելու, երբ պիղծ ոգիները կփորձեն ներխուժել այդտեղ։ Մեկ պատճառ կար, որ Ասուզա փողոցի արթնությունը դադարեց, դա այն էր, որ կախարդությունը ներխուժեց այդտեղ։ Մենք պետք է շարժվենք Աստծո տեսիլքներով ու էքստազներով եւ Սուրբ Հոգու հայտնությամբ։ Ոմանք ասում են, որ այսօր մենք ունենք նոր դարշարժումը, որը շատ զարգանում է երկրի վրա, եւ խնդիրը սրանում է, մարդիկ վախենում են կորցնել եկեղեցին, սրա պատճառով չեն թողնում Սուրբ Հոգուն գա եւ անի այն, ինչ նա ցանկանում է, որովհետեւ դա թվում է, որ շատ մոտ է նոր դարշարժմանը, կամ միգուցե շատ մոտ է այս խնդրին։ Մենք չպետք է թույլ տանք վախի ոգուն թելադրելու մեզ։ Սա այն է, որ Տերը տվեց ինձ 1988 թվականին։ Մի թող վախի ոգին թելադրի, թե ինչպես թույլ տաս Սուրբ Հոգուն շարժվելու ժողովների մեջ։ Միայն հետևիր եւ ունեցիր բավարար ուժ լուծելու խնդիրները։ Դուք պետք է ունենաք ուժ։ Աստված ասում էր Հեսուին. եթե դու պատրաստվում ես առաջնորդել այս ժողովրդին, դու պետք է լինես ուժեղ եւ համարձակ։ Եթե ուզում եք ունենալ Աստծո շարժը ձեր եկեղեցիներում, դուք պետք է լինեք ուժեղ եւ համարձակ։ Տիկին Էթերը ուներ զորություն։ Վիգլսվորդը ասում էր. ես 1000 անգամներ ավելի մեծ եմ ներքնապես, քան արտաքնապես։ Այսպես պետք է լինի արթնության լիդերը, ինչպիսին էր Տիկին Էթերը։ Նա նաև խոսում էր մարդկանց մասին, որոնք փորձում էին շինծու ձևով ցուցադրել Սուրբ Հոգու ազդեցությունը իրենց վրա։ Կան մարդիկ, ովքեր փորձում են շինծու բաներ անել։ Բարի, ինչ պետք է անեմ այս դեպքում։ Նա ասում էր. լռեցրու նրանց եւ նստեցրու տեղը։ Մի վախեցեք գործածելու այն իշխանությունը, որ Աստված տվել է ձեզ ուղղելու խնդիրները։ Միգուցե մտածեք, որ կվիրավորվեն։ Ինչու եք այդքան մտահոգված մարդկանց վիրավորվելու մասին եւ ոչ թե այն մասին, որ Աստված ասում է ձեզ. ես ավելի մտահոգված եմ անել Աստծո կամքը, քան ունենալ իմ շուրջը 20-ից ավելի մարդ։ Մտածեք այս մասին, որովհետև ճշմարտությունը միշտ հեռացնում է սուտը։ Սովորիր վստահել այս ճշմարտություններին։ Մարդիկ ստեցին Հիսուսի հարության մասին, բայց նա մինչև այսօր կենդանի է։ Մարդիկ մինչև այսօր հավատում են իրեն։ Այն փարիսեցիները, որոնք չընդունեցին Հիսուսին, նրանք այլևս չեն հիշեցվում, բայց մարդիկ հիշում են Հիսուսին, որովհետև ճշմարտությունը վտարում է ստին։ Կհարցնեք, ինչ կլինի, եթե մենք կորցնենք մեր փողը։ Ինչ, արդյոք ձեր փողը Աստված չէ։ Պատճառներից մեկը, որ հովիվներն ու ծառայողները չունեն Աստծո շարժը, այն է, որ ունեն մեծ դոլարներ, որ կարող է հեռանալ իրենցից։ Դուք պետք է հասկանաք, որ փողը ձեր Աստվածը չէ եւ փողը փառք չի բերում։ Պետք է հասկանաք մի քանի բաներ։ Աստված պահանջում է, որ դուք ապրեք հոգով։ Մատթեոս 5-ն ասում է. սկզբից խնդրեք Աստծո թագավորությունը, մնացածները կտրվեն ձեզ։ Եթե սկզբից չփնտրեք նրա թագավորությունը եւ Աստծո շարժը, փողը չի ավելանա, մարդիկ չեն ավելանա, որովհետեւ չկա Աստծո օծությունը ավելացնելու որևէ բան։ Աստված չի օրհնում նրանց, ովքեր չեն քայլում օծության մեջ։ Նա չի տա ձեզ ժողովուրդ, նա չի օրհնի իրենց ծառայությունը, որովհետև եթե մարդիկ չեն գործում օծությամբ, ապա ինչու Աստված պետք է ժամանակ անցկացնի մեկի վրա, որը չի հնազանդվում իրեն։ Եթե ձեր եկեղեցին կորցնում է մարդկանց, եթե ձեր փողերը կորում են, դրան մեկ պատճառ կա, դուք պետք է ձեռք բերեք թարմ օծություն։ Օծություն է պահանջվում Աստծո հաջորդ շարժը կրելու համար։ Մարդիկ խիստ մտահոգված են, երբ իրենց գործերը այնպես չեն, եւ ահա թե ինչ է կատարվում։ Այս նույն բանը կատարվել է Տիկին Էթերի հետ։ Մարդիկ փորձել են իրենք ղեկավարել։ Իշխող ոգին այնքան զորեղ է, երբ արթնության ալիքը վերջանում է եւ նորն է սկսվում։
Այդ զորավոր ղեկավարման ոգին կանգնեցնում է մարդկանց շարժվելու։ Մենք պետք է հասկանանք ոչ թե մեր գլխով, այլ մեր հոգով։ Պետք է հասկանանք, որ կան բաներ, որ դուք երբեք չպետք է փոխզիջեք։ Ես վշտանում եմ, Աստված նույնպես վշտանում է, որովհետև մենք չենք վարվում այնպես, ինչպես պետք է վարվեինք։ Իշխելու ոգին մեր եկեղեցիներում է, իշխելու Աստծո պարգևներին, ապագա ավետարանիչներին եւ ապագա տիկին էթերներին։ Եկեղեցիները կանչված չեն հոգևոր ստրկության։ Որն է հոգևոր ստրկությունը։ Հոգևոր ստրկությունը սա է, որ դուք թույլատրում եք անհատի կոչումը եւ պարգևը, որտեղ այն օգուտ է միայն ձեզ եւ դուք պահում եք նրանց անտեղյակ իրական կյանքի կոչումից եւ բարձրունքից։ Եթե դուք պահում եք մարդկանց հոգևոր գերության մեջ, ապա Աստված կթողնի ձեզ եւ դուք կմտածեք, թե ինչու է ձեր ծառայությունը ձախողվում։ Մի մտահոգվեք, որ խնդիրներ կլինեն ձեր կյանքում եւ ծառայության մեջ։ Աստված ղեկավարում է եւ որտեղ Աստծո հոգին է, այնտեղ ազատությունն է։ Այո, կա արգելք, կա կարգ, բայց ոչ մարդկային ինտելեկտով կամ էլ ինչ թելադրում են մեր հարանվանությունները։ Աստված ունի իր կարգն ու կանոնը, որը թույլ է տալիս մարդկանց ընկնելու էքստազի մեջ, ինչպես էթերի օրերում էր, որ կտեսնեն դժոխքն ու դրախտը։ Դուք չպետք է անհանգստանաք։ Ինչ կանեք, եթե մեկը ընկնի էքստազի մեջ, թույլ տվեք նրանց մնալ այդտեղ։ Անհոգ եղեք դրա համար։ Մենք նորից շարժման մեջ ենք, ինչպես Պետրոսն է մեջ բերում հովելից, որ վերջին օրերը իմ հոգիս կթափեմ իմ ժողովրդիս վրա։ Այս վերջին օրերին մարդիկ տեսիլքներ եւ երազներ կտեսնեն եւ կմարգարյանան։ Բարի, էքստազը տեսիլքի մի մասն է կազմում։ Սա այդ իրականության մասն է։ Կան 4 տեսակ տեսիլքներ։ Կան ներքին պատկեր, որը դուք տեսնում եք ձեր ներքին մարդու մեջ։ Այդ փոքր պատկերի ձևը մեծ բան է նշանակում։ Եթե դուք լսեք եւ տեսնեք, հետո կա հստակ տեսիլք, որ դուք կարող եք տեսնել ձեր բաց աչքերով, այնպես ինչպես ես նայում եմ ձեզ։ Միգուցե տեսիլք տեսնեմ այն ժամանակ, երբ խոսում եմ ու նայում եմ ձեզ։ Հետո կա էքստազային տեսիլք։ Այս տեսիլքն է, որ Աստված ուզում է այս ուսուցման միջոցով հասկացնել ձեզ։ Եվ այս տեսակի տեսիլքները գալիս են։ Մենք որպես լիդերներ եւ ծառայողներ կարող է մեզ թույլ չտանք մտնելու այդ վիճակի մեջ եւ դրանով մի կողմ հրենք Սուրբ Հոգու գործը, իսկ հետո երկար ժամանակ կպահանջվի նորից Սուրբ Հոգուն ետ բերել։ Եվ 4-րդ տեսիլքը դա գիշերվա տեսիլքն է, որը երազն է։ Սրանք նորից կատարվելու են երկրի վրա։ Տիկին Էթերը ուներ այս բոլորը եւ թույլ էր տալիս, որ այս ամենը կատարվեին։ Նա չէր վախենում հակասություններից եւ խնդիրներ լուծելուց։ Նա աղոթում էր չար ոգիների դեմ, կապում էր նրանց եւ թույլ էր տալիս Աստծուն ազատություն ունենալու։ Նա մնաց պատմության մեջ, որպես աստվածային մեծ կին, որպես անձ, որը երբեմն համարվել է ամենամեծ ավետարանիչ, ինչպես Պողոս առաքյալը, բայց կան ձեզանից ոմանք, ովքեր դիտում են ինձ։ Աստված կոչել է ձեզ գործելու նույն ձևով եւ անելու նույն բաները։ Պողոսը գրում է առաջին Կորինթացիների մեջ, որ ես չեկա մարդկային իմաստությամբ, այլ եկա հոգու զորությամբ, եւ զորության մի մասը սա է, երբ մարդիկ ժողովներուն կպնեն նոցյալներին եւ փառքին, նրանք կմեռնեն եւ կկործանվեն, որովհետեւ մենք հասել ենք այն օրերին, ինչպես կարդում ենք Եսայա 9:6-7 համարներում, որ Աստծո կառավարությունը կգա եւ նա կհաստատի կամրացնի արդարությամբ։ Մենք հասել ենք այն օրերին, որ Տիրոջ տան մեջ հաստատվում է արդարությունն ու դատաստանը։ We've come to the day when the increase of God's government shall come. Բայց Տերը չի կարող դատել քեզ կպնողին, որը քո մեղքի պատճառով է մեղավոր։ Դուք պետք է մնաք սուրբ եւ մաքուր։ Միայն մաքուրին եւ սուրբին Աստված կարող է գործածել, որովհետեւ փառքը չի կարող խառնվել մեղքի եւ մարմնի գործերի հետ։ Այդ պատճուն կառաջացնի, որը կոչվում է դատապարտություն եւ մահ։ Սա միգուցե դժվար է ինչ որ մեկի համար հասկանալ, բայց ես հրավիրում եմ կարդալ նոր կտակարանը, հատկապես Գործ առաքելոցը, նրանց մասին, ովքեր հակառակվեցին, նրանք ովքեր ընդդիմացան, նրանք ովքեր ասացին մենք չենք հավատում։ Աստված եկել ու պաշտպանել է իր ծառաներին հակառակորդներից։ Ասեմ ձեզ, նրանք ովքեր հակառակ են եղել բժշկող ավետարանիչներին, մեկ օր նրանք կկանգնեն Եհովայի դեմ, երես առ երես, եւ նա հարցնելու է նրանց. Ինչու դու կպար իմ օծյալին։
Այո, նրանք սխալ գործեցին, իսկ դուք սխալ չեք արել։ Այդ նման է ինչպես Հիսուս ասաց այն կնոջը, երբ նրան բռնեցին շնության մեջ։ Հիսուս ասաց այդ կնոջ մեղադրողներին. նա ով արդար է, թող առաջինը քարկեցի։ Ես նույն բանն եմ ասում ձեզանից ոմանց։ Դուք գժվում, վիրավորվում եւ քննադատում եք։ Դուք կպնում եք որոշ մեծ ավետարանիչների եւ քարոզիչների, եւ ինչով դատել ես նրանց, նրանով էլ գտատապարտվես, եւ դուք չեք կարող փախչել դրանից։ Քո մեղքերը ի հայտ կգան եւ Աստված արդարությամբ կվարվի նրանց հետ, ովքեր ծառայել են իրեն։ Խաղաղություն ունեցիր եւ թող Տերը պատերազմի քո փոխարեն։ Հարցրեք, բայց ինչու է այդ գալիս այդպես դրամատիկորեն։ Ինչու այն մարդիկ, ովքեր հակառակ կանգնեցին տիկին Էթերին մահացան, կամ էլ ինչու Անանիան եւ Սափիրան մահացան։ Նրանք ստեցին, մեղք գործեցին փառքի առաջ։ Նրանք մարդիկ էին, ովքեր կրում էին փառքը։ Տիկին Էթերը մահացավ, երբ նա վերջացրեց կառուցել մի տապանակ, այդ կոչվում էր Էթերի տապանակ։ Այդ հրաշալի Աստծո ասամբլեայի եկեղեցին է։ Ես ուզում եմ, որ մեկ օրինակ վերցնենք նրա կյանքից եւ ծառայությունից, որը Սուրբ Հոգով էր։ Դուք կասեք, եթե մենք գործենք հոգու պարգևներով, ապա նման կլինենք աշխարհի ձևին, բայց մենք չենք ուզում նմանվել աշխարհին։ Եկեղեցին մինչև դևերի ուսմունքը ուներ հոգեվոր զորություն եւ պարգևներ, թե ինչպես գործել։ Մենք պետք է մի կողմ դնենք դևերին եւ արգելենք նրանց։ Ես դիտում էի հեռուստացույց եւ մի կին կար, որ ինչ որ բաներ էր անում իր հոգևոր աշխարհով։ Ինձ ինչ որ մեկը հարցրեց այդ մասին։ Հետաքրքիր չէ տեսնել, ես ասացի ոչ, մենք ավելի շուտ պետք է հրամայենք եւ անիծենք, որ կանգ առնեն այդ գործերը Հիսուսի անունով։ Կան որոշակի բաներ, որ մենք ունենք իրավունք որպես քրիստոնյա վերջ դնելու եւ դատելու դեպի բոլոր գործերը։ Պատերազմենք դրանց դեմ, որովհետեւ եթե մենք չպատերազմենք, ապա նրանք կհաղթեն մեզ եւ կսկսեն ծաղրել եկեղեցին։ Եկեղեցին կորցրել է իր զորության աշճանը, սակայն Աստված վեր է անում նոր սերունդ, որոշ էթերներ, կանայք կշատանան, ովքեր կարող են գործել Աստծո զորությամբ։ Կլինի այնքան շատ օծություն եւ զորություն, որ երբ նրանք սկսեն քայլել, կսկսեն հրաշքներ կատարվել եւ Աստծո զորությունը կշարժվի։ Հրաշքները կկատարվեն առանց մարդու հպմամբ։ Այդ կլինի Աստծո հպումը։ Ես ուզում եմ քայլել այդ օրերի մեջ եւ հավատալ Աստծուն։ Ասեք ձեզ, եթե այս հայտնվի, թող այս ամենը կատարվի։ Հավատացեք Աստծուն այս բանի համար։ Այս ամենը չի սկսի առանց հավատքի։ Այս բաները չեն կարող կատարվել առանց սրանց հավատալու։ Դուք պետք է հավատաք Աստծուն եւ թույլ տաք, որ նա սովորեցնի ձեզ։ Հիսուս ուղարկեց Սուրբ Հոգուն առաջնորդելու մեզ։ Համոզված եղիր, որ դու մոտ ես կանգնած առաջնորդին։ Տիկին Էթերը երբեք չհեռացավ Սուրբ Հոգուց իր ծառայության ընթացքում։ Նա մնաց իր կոչումի մեջ մինչև իր կյանքի վերջը։ Նա ծաղրվեց եւ հալածվեց, շատ անգամներ անցկացնելով բերդում, բայց նա ճիշտ ապրեց մինչև իր կյանքի վերջը։ Եվ դուք նույնպես կարող եք ապրել եւ մնալ ճշմարտության մեջ։ Դուք կարող եք գործել Սուրբ Հոգու պարգևներով, գիտության խոսքով, հայտնությամբ։ Դուք կասեք, որ այսինչ մարդը առաջնորդվեց գիտության խոսքով եւ սխալվեց։ Բարի, ինչու պետք է մտահոգվել բոլորի սխալներով։ Ինչ կասեք ճշտի կամ իրականության մասին։ Ինչու մենք այդպես պետք է մտահոգված լինենք փոսերով եւ ոչ թե բարձրունքով։ Ժամանակն է, որ մեր աչքերը ուղղենք խաչին ու այն նպատակին, որի համար կանչվեցինք, եւ սկսենք քայլել այդ ուղղությամբ։ Ես հրավիրում եմ ձեզ Մարգարյանում եւ հայտարարում եմ, որ օրեր են գալիս, երբ այս ամենը կսկսվեն եւ երբեք չեն լքի երկիրը։ Մենք ենք, որ պետք է կրենք համարձակությամբ եւ զորությամբ ու Տիրոջ խոսքը կլինի եւ կհայտնվի ձեր եւ իմ միջոցով։ Ալելույա։ Ամեն։ Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքում եւ ծառայության մեջ։ Աստված օրհնի ձեզ։ Just write Robert Slairdin Ministries, P.O. Box 23238, Minneapolis, Minnesota 55423, or call 612-927-4455. Robert Slairdin Ministries. Ռոբերտ Լայրդենի ծառայությունը ներկայացնում է բժշկության ավետարանիչները։ Այս ուսուցման ժամանակ մենք կուսումնասիրենք այն զորավոր տղամարդկանց եւ կանանց կյանքը,
ովքեր ներգրավել են բժշկության ծառայության մեջ։ Թող նա վազի ձեր մարգարեի նման, Տեր, թող նա վազի Եղիայի նման, Հիսուսի անունով, Տեր, թող նա քայլի, թող նա քայլի։ Նախքան համբարձվել է, Հիսուս իր վերջին գործով լիարժեք ապահովեց, որ ես եւ դուք ոչ մի դեպքում երբեք չպարտվենք։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմնի մի մասնիկն եք, ապա պարտություն չպետք է ունենաք եւ ոչ մի միավոր։ Մատթեոսի գիրքն ասում է. ահա ես ձեզ խրկում եմ ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք եւ աղավնիների պես միամիտ, եւ երբ կգնաք քարոզեցեք եւ ասեցեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է, բժշկեցեք հիվանդներին, մաքրեցեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին եւ դևեր հանեցեք, ձրի ստացել եք, ձրի էլ տվեք։ Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքում եւ ծառայության մեջ։ Եվ ահա ձեր հյուրը Ռոբերտ Լայրդենը։ Բարի գալուստ մեր ուսուցմանը։ Այսօր մենք ուսումնասիրելու ենք մեկ այլ մարդու կյանքը, որը իմ սիրելիներից մեկն է։ Նրա անունն է Էվեն Ռոբերտս։ Նա ծնվել է 1878 թվականի հունիսի 18-ին։ Նրա ծնված օրից Աստված սկսեց հիմնել նրա մեջ արթնության հոգի, որը փոխեց Վելսի ժողովրդի կյանքը։ Այստեղ մենք ունենք իր նկարներից մեկը։ Մենք ունենք իր նկարներից մեկը ձեզ ցուցադրելու համար։ Նա չէր թողնում, որ նկարեին իրեն։ Նաև չէր ցանկանում որևէ հրապարակայնություն։ Երբ մենք սկսենք ուսումնասիրել Էվեն Ռոբերտսի կյանքը, Վելսի արթնությունը, ապա կարծում եմ, որ կսկսենք լուսավորվել, իմանալով, թե ինչպես մենք պետք է տիրապետենք ինքներս մեզ որպես լիդերներ, գեներալներ եւ նախակարապետներ նախապատրաստվելով օգնել եւ առաջնորդել հաջորդ սերնդին Աստծո մեծ արթնության մեջ։ Սկզբում ուզում եմ պատմել իր կյանքից։ Նա մեծացել է համեստ աստվածապաշտ ընտանիքում։ Միշտ ճանաչել է Աստծուն եւ ցանկացել է իմանալ Աստծո մասին։ Ռոբերտսը աշխատելով հանքափորում ճանաչված էր նրանով, որ ամեն առավոտ նա յուրաքանչյուր աշխատողին տալիս էր մի սուրբ գրային համար։ Նա առաջինը պետք է լիներ հարցնելով յուրաքանչյուրին. «Ինչ ես կարծում այս համարի մասին»։ Նա լինելով աշխատանքի վայրում, այնտեղ միշտ աղոթում էր ասելով. «Տեր, մենք արթնություն ենք ուզում տեսնել»։ Հասկանում եք, լինել արթնություն բերող, դուք միշտ պետք է աղոթեք։ Դուք արթնություն պետք է ունենաք ձեր սրտում, մինչ այդ կգա երկրի վրա։ Նա երիտասարդ էր, երբ իր ընկերների հետ գնաց Վելսի ժողովի, որտեղ եւ սկսվեց արթնությունը։ Ժողովում մի մարդ քարոզում էր Աստծո զորության եւ կարողության մասին։ Այդ ժամանակ նա ծունկի եկավ աղոթելու։ Նա աղոթում ասում էր. «Աստված իմ, տուր մեզ արթնություն»։ Մոտ 20 տարի հետո Վելսում մեծ արթնություն սկսվեց։ Մարդիկ Միգուցե մտածում էին, որ այլևս արթնություն չի լինի հետագա 50-ից 75 տարիների մեջ, բայց արթնությունը կապ չունի վերջին արթնության հետ, այդ կապված է անհատների հետ, ովքեր կարող են առաջ տանել արթնությունը վճարելով դրա գինը։ Եկեղեցին պետք է ապրի Աստծո հզոր շարժի մեջ, մենք չպետք է մոռանանք Աստծո փառք Մենք չպետք է մնանք Աստծո փառքի մեջ, այլ պետք է շարժվենք առաջ փառքից դեպի փառք։ Պողոսն այսպես է ասում. մենք փառքից փառք ենք գնում, բարձրունքից բարձրունք, հավատքից ավելի վեր հավատք եւ կարողությունից ավելի կարողության։ Ալելույա։ Եվ մենք այսպես պետք է ապրենք։ Էվեն Ռոբերտսը չէր ընդունում այնինչ կրոնական դևն էր ասում. դուք չեք կարող Աստծո շարժը ունենալ հիմա։ Երբ նա աղոթում էր, հանկարծ շրջվում էր կողքի նստողին եւ ասում էր. հավատում ես, որ Վելսը արթնություն կարող է ունենալ։ Ես հավատում եմ, որ հարյուրավոր եւ հազարավորներ կփրկվեն այս արթնության ժամանակ։ Այո, արթնությունը սկսվեց։ Այդ մարգարեական դավանությունը շարժեց իր սիրտը եւ շարժեց Աստծուն։ Աստված ասեց նրան, որ նա ետ վերադառնա իր եկեղեցին, Մորիա Չապել։ Երբ նա վերադարձավ, հարցրեց իր հովին, թե կարող է Կիրակի առավոտյան ժողովից հետո խոսել։ Երբ ժողովը վերջացավ, նա վեր կացավ եւ սկսեց քարոզել։ Նա քարոզեց 4 բաների մասին, որը ես ուզում եմ ներկայացնել ձեզ։ Նա ասաց, որ այս 4 բաներն են պահանջվում ձեզանից արթնության համար։ Նա մեծ քարոզիչ չէր։ Երբ նա բարձրանում էր քարոզելու, խոսում էր մոտ 15-ից 20 րոպե, կամ էլ լաց էր լինում։ Այդ ձևով սկսվեց Վելսի արթնությունը։
Չկա մեծ հռետոր կամ մեծ սպասավոր իր քարոզչական արվեստով։ Նա փառքը կրող մարդ էր, ինչպես Պողոսն էր ասում, որ Աստծո փառքը կրողներ ենք։ Եթե իրոք դու Աստծո փառքը կրող ես, ապա կարող ես տանել այնտեղ, որտեղ գնում ես, փոխանցելով այդ։ Նա սկսեց այս քարոզով։ Նա ասում էր, որ արթնության համար կա 4 պայման։ Առաջին, եթե արթնություն պետք է լինի, ապա պետք է ապաշխարել մեղքից։ Նա խոսում էր եկեղեցում, որտեղ կար մի պատանի աղջիկ եւ մի քանի մեծեր։ Դա աճեց եւ մեծ արթնություն բերեց ամբողջ Վելսում։ Մինչև այսօր մենք մտածում ենք եւ դերևս մեր բանականությունը փորձում է հասկանալ այդ արթնության զարմանքը։ Այդ հնարավոր է դարձել Սուրբ Հոգու զորությունով եւ մի մարդով, որը աղոթում եւ հավատում էր Աստծուն։ Հասկանում եք, Աստված որպեսզի գործածի ձեզ մեր շարժման մեջ եւ փոխի մի ազգ, դուք պետք է հասկանաք խաչի ճանապարհը եւ դրա նպատակը։ Չկան հատուկ մարդիկ եւ չկա մեծ անհատականություն։ Կա մեկ մեծ անձ, որը Հիսուսն է։ Եթե դուք փորձեք փայլել Հիսուսի պես, դուք կընկնեք դևի հարձակման տակ եւ կծախողվեք։ Եվ դուք կանցնեք պատմության գիրկը։ Մենք պետք է վստահ լինենք, որ կարող ենք հասնել։ Ես համբերությամբ վազքի մեջ եմ, ոչ թե պորտկացող։ Եվ եթե դուք ուղղակի պորտկացող ծառայության մեջ եք, վերջության եւ հրապուրանքի համար, ապա դուք կարիք ունեք փոխել ձեր շարժարիթը եւ ապաշխարեք։ Ալելույա։ Տերը տվել է, որ ասեմ ձեզ, մի եղեք հրթիռային քարոզիչ։ Հրթիռային քարոզիչները այն մարդիկ են, որ ուղղաձիգ վեր թռչող են, պորտկացող են, որոնք ունենում են լավ հմայք եւ փայլ, բայց հետո անհետանում են եւ մարդիկ մտածում են, ինչ պատահեց այդ քարոզչին։ Դուք որ դիտում եք ինձ, ոմանք նույն նավի մեջ եք հիմա։ Այն ամենը, որ դուք ցանկանում եք, դա փայլելն է։ Դուք չեք ցանկանում համբերությամբ վազել։ Աստված, որ կանչել է մեզ, նա ցանկանում է, որ մենք համբերությամբ վազենք մեր ընթացքը եւ հաղթենք համբերատար վազքով։ Վերցնելով մեր մրցանակը, Էվեն Ռոբերտսը ասում էր, որ առաջին պահանջվող բանը արթնության համար դա մեղքից ապաշխարելն է։ Այս ապաշխարություն բառը ոմանց բարկացնում է, որովհետև այսօր աշխարհում եւ հատկապես Ամերիկայում կա մի դիրք, որն ասում է. ես ճիշտ եմ, ես այդ եմ, ես Աստված եմ, գիտեմ ինչ եմ անում, ես կարիք չունեմ ապաշխարելու։ Այս հասարակական էթիկան ներխուժել է եկեղեցի, որտեղ մենք մտածում ենք, եթե մթնոլորտը պահանջում է այդ, ուրեմն դա կարելի է, կամ այնինչ կատարվում է դա նորմալ է, բայց Աստված կանոն եւ օրենք ունի, որով մենք պետք է շարժվենք։ Եթե մենք շնորհքի եւ ողորմության ժամանակաշրջանի մեջ ենք, չի նշանակում, որ կարող ենք անել ինչ ցանկանում ենք։ Մենք էժանակին շնորհքի տակ չենք ապրում։ Մեծ գին է վճարված շնորհքի եւ ողորմության համար, եւ արյունն է, որ դարձրել է մեզ արդարներ։ Պետք է ապրել սուրբ ու արդար եւ հնազանդվել Հիսուսի խոսքին։ Ապաշխարությունը փրկեց քեզ եւ այն կպահի շարժվելու Աստծո ամպի ետևից։ Repentance got you saved, and repentance will keep you moving in the cloud of Երկրորդ բանը արթնության համար նա ասում է. Կա որևէ բան քո կյանքում, որը հարց կարող է առաջացնել։ Հասկանում եք, կան բաներ մեր կյանքում, որ անում ենք եւ այն Աստծո դուրը չի գալիս։ Այդ կարող է մեծ մեղք չլինել, կամ էլ որևէ խնդրեմ, այդ կարող է լինել մեր շատ հեռուստացույց դիտելը, միգուցե շատ ուտելը, որոշ մարդիկ որ գրամոլությունն են։ Կան այնպիսի փոքր մեղքեր, որ մենք մեծ մեղք չենք կոչում, միշտեր սրանք մեղքեր են, որովհետեւ հակառակ են Աստծո կանոններին ու նրա սրտին։ Ինձ համար, երբ Աստված կոչեց քարոզելու ավետարանը, ես պատանի էի, նա ասաց. Կան որոշակի բաներ, որ դու պետք է անես։ Առաջին, դադարիր խաղալ բասկետբոլ։ Ես ասացի, բայց Աստված իմ, ես սիրում եմ բասկետբոլ։ Ես սիրում եմ գնդակը, երբ այն գցում եմ ցանցի մեջ։ Բայց Աստված ասաց. ոչ, ես ուզում եմ, որ դու աղոթք անես։ Նա ասաց. երկրորդ, դադարի նվագել այդ երաշտական գործիքների վրա, որովհետև դրանք իմ կուռքերն էին։ Ես ավելի էի սիրում խաղալ բասկետբոլ եւ նվագել այն գործիքների վրա, որ սովորում էի, քան աղոթել։ Բայց Աստված ասաց. մի կողմ դիր, դա քո Աստվածն է։ Եվ կան աստվածներ, կան բաներ, որոնց պետք է մոռանալ։ Եթե չենք մոռանալու, ապա չենք կարող հետևել իրականությանը, սրբությանը եւ մաքրությանը։ Այս նման է Մովսեսին, որ պետք է մոռանար Եգիպտոսի հարստությունը եւ լիներ Աստծո ժողովրդի հետ։ Դուք էլ նույնը պետք է անեք։ Ավելի լավ է սովորեք մոռանալ բառը, որովհետև ամեն անգամ, երբ մոռանաք ինչ-որ բան, ապա ձեր առաջ կհայտնվի մեծ հոգևոր օրհնություններ։ Երրորդը, դուք Աստծուն հնազանդվելու մեջ պետք է լինեք արագ, առանց որևէ հարցի։ Երբեք հարցեր մի տվեք Աստծուն։ Մարդիկ միշտ հարցնում են. ինչու։ Երբեք չեք իմանա Աստծո զորությունը եւ երբեք չեք գործածվի Աստծո կողմից, եթե ապրում եք ինչուների մեջ։ Ես գիտեմ մարդկանց եւ երիտասարդների, որոնց փորձել եմ օգնել պատրաստելով նրանց ծառայության մեջ։ Նրանց արածը եղել է այս. ինչու այս կամ այն պետք է անեմ։
Եթե դուք այս մարդկանցից մեկն եք, ապա դուք կարիք ունեք լռելու, ապաշխարելու եւ ուժ գտնելու։ Ես քեզ չեմ ասի, որ լռես, որովհետեւ դու չես հասկանա։ Այսօր կան որոշակի բաներ, մարդիկ այնքան են բթացել, որ մենք չենք կարող օգնել։ Իմ դուրը գալիս է այն, ինչ ասել է Էդ Ֆրայնը։ Եթե մենք չենք հարվածում իրողություններին խիստ ձևով, ապա դրանք չեն թողնի մարդկանց կյանքը, որովհետև դրանք խիստ արմատացած են նրանց սրտերում, եւ ձեզանից ոմանք մեծացել են ինչուների ավանդույթներով։ Եթե դուք հարցադրում եք, դուք կկորցնեք, որովհետև Աստված ունի ժամանակաշրջան որոշ բաների համար։ Աստված միգուցե ուզում է, որ դուք քարոզեք, երբ երիտասարդ եք, եւ մարդկանց մեծամասնությունը այնտեղ չեն, որտեղ Աստված է ուզում։ Աստված չի ուզում սпасել ձեզ, երբ դուք կդառնաք 102 տարեկան։ Նա ուզում է, որ քարոզեք հիմա, բայց եթե դուք ասեք, ինչու այսօր պետք է քարոզեմ, ինչի ես ուզում, որ ես անեմ այդ, ինչու բասկետբոլ չեմ կարող խաղալ, ինչու չեմ կարող ժամադրել այս աղջկան կամ այս տղային, որին ուզում եմ, լավ է որ դադարես հարցեր տալուց եւ ասես, թող քո կամքը լինի Տեր։ Եթե ձեր կամքը չի դառնալու հոր կամքը, դուք չեք կարող նման լինել Էվեն Ռոբերտսին։ Չորրորդ բանը, որ նա ասաց ունենալ ճշմարիտ Աստծո շարժ եւ լինել արթնություն բերող։ Դուք պետք է հրապարակայնորեն դավանեք, որ Հիսուս ձեր փրկիչն է, որովհետեւ ասում եմ ձեզ, երբ Հիսուս ձեր մեջ է, այդտեղ զորություն, համարձակություն կա։ Միգուցե մտածում եք չվիրավորել մարդկանց ձեր դավանությամբ կամ մտահոգվում եք նրանց կարծիքից, որ ունեն ձեր մասին։ Պետք է դադարեք անհանգստանալուց, մտածելով թե մարդիկ ինչ կասեն ձեր մասին։ Անհանգստությունն ու մտածելը երբեք հաջողություն չի բերի։ Ահա Ռոբերտ եղբայրը, նա մի մարդ էր, որ հնազանդվում էր Աստծուն։ Կրոնական աշխարհն ասում էր նրան. «Դու շատ երիտասարդ ես, դու կրթություն չունես, դու չես կարող անել այս ամենը», բայց Աստված տեսնում էր նրա սիրտը։ Աստծո պահանջը մեր զարգացած միտքը չէ, եւ եթե մեր սիրտը ուղիղ է, նա կզորացնի եւ կներշնչի իր ամենակարողությամբ։ Նա կներշնչի քեզ եւ այդ կտա հասկացողություն։ Նա կտա քեզ ծեր մարդու գիտություն, եթե դու երիտասարդ ես։ Նա այս կանի, եթե դու վճարես դրա գինը։ Ամեն բան գին ունի եւ Աստված չունի հատուկ էժանացում։ Ես կսպասեմ միգուցե Աստված էժան գնով կտա ինձ, կամ հատուկ գնով։ Ոչ, նա չունի առանձնահատուկ գին։ Կա ընդամենը մեկ գին, եւ այդ արժե ամեն բան, այլապես ձեռք չեք բերի։ Ձեր կյանքը ձեր ծառայությունն է, եւ ծառայությունը ձեր կյանքը։ No, God has no specials. There's one. Էվեն Ռոբերտսի արթնությունը սկսվեց այսպես. նա բարձրանում եւ քարոզում էր այս 4 կետերը։ Հետո ծունկի էր գալիս ու աղոթում. «Օտեր, մեզ ծունկի բեր»։ Այդպես սկսվեց Վելսի արթնությունը։ Ժողովատեղը սկսվեց լցվել մարդկանցով եւ սկսվեց հրաշքներ կատարվել։ Արթնությունը սկսվեց տարածվել ամբողջ ազգին։ Կան մի քանի պատմություններ ոստիկանների մասին։ Նրանցից շատերը ազատվում էին աշխատանքից, պարզապես նրանց կարիքը չէր զգացվում այլևս։ Պատճառը մարդկանց ապաշխարելն էր։ Մարդիկ սկսել էին նվիրել իրենց կյանքը Աստծուն եւ վճարում էին իրենց պարտքերը։ Ահա ճշմարիտ արթնության նշանը։ Մարդիկ կսկսեն վճարել իրենց պարտքերը։ Նրանք կշիտկեն իրենց հարաբերությունները եղբայրների հետ։ Ամեն բանից չեն վիրավորվի եւ կապրեն սիրո մեջ։ Տեսնում եք, այս կարող է կատարվել, երբ արթնությունը գա։ Արթնությունը սկսում է փոխել ամեն բան, որոշ կրպակներ փակվում են եւ ամբարոները ապաշխարում են եւ այդ հասարակացները փոխվում են ժողովատեղերի։ Աշխարհը նորից այս բանի կարիքն ունի։ Միգուցե կասեք, որ այդ ուրիշ ժամանակ էր, բայց դա նույն հոգին է, որ տրված է ամեն սերնդին։ Աստված չի ծերանում, դարաշրջանը կապ չունի արթնության եւ Աստծո զորության հետ։ Մենք եւ մեր սերունդը կարիք ունի վճարելու դրա գինը։ Եվս հետաքրքիր բաներ Վելսի արթնության մասին։ Առաջին բանը դա այն էր, որ չկար հատուկ հիմներ կամ երգեր, ինչպես մենք ունենք այսօր։ Իհարկե ես դեմ չեմ դրանց, նրանք չունեին հատուկ երգացանք, այդ ստացվում էր հոգով, ինքնաբերաբար։ Ես հավատում եմ, որ Տիրոջմով երգելը եւ սրտով երգելը Երևան կգա։ Դա նման կլինի երկնավոր երգերին։ Մարդիկ, որոնք սպասեն Տիրոջը, նրանք կերգեն այդպես։ Այդ կատարվեց Վելսի արթնության ժամանակ։ Նրանք սկսեցին երգել ինքնաբերաբար։ Քարոզությունը նման էր հետևյալին. երբ ժողովը սկսվում էր, այդ սկսվում էր աղոթքով։ Չկար որևէ լիդեր բացի Էվեն Ռոբերտսից։ Շատ անգամներ նա ներս էր գալիս, նստում էր առաջին շարքում, կամ էլ կանգնում էր եւ ընդամենը լաց էր լինում։ Ծունկի էր գալիս ամբիոնի տևում, այս կարող էր տևել 4-ից 5 ժամ։ Նա չէր խոսում, նա միայն լաց էր լինում, եւ հետո սկսվում էր այդ մեծ երկեցողությունը եւ ուրախությունը։ Լինում էին մարդիկ, որ առաջ էին գալիս տալու իրենց վկայությունները, թե Աստված ինչ է արել իրենց եւ
իրենց ընտանիքների համար։ Այս է, որ շուտով տեսնելու ենք մեր եկեղեցիներում։ Լինում էր քարոզչություն, բայց այդ աչքի ընկնող չէր, որովհետև Էվեն Ռոբերտսը ասում էր. «Ես չեմ ուզում ճանաչվել որպես այս արթնության լիդեր»։ Նա ուզում էր թաքնվել խաչի ետևում։ Նա ցանկանում էր, որ Հիսուս երևա, եւ չէր ցանկանում ի հայտ գալ։ Այս է ամենակարևոր բանը, որ մենք կարիք ունենք ունենալու, որովհետև այսօրվա հասարակության մեջ մենք ուզում ենք ճանաչվել, մենք ուզում ենք, որ անձը երևա։ Արթնություն ունենալու համար պետք է համոզված լինենք, որ մեր անձը չենք ուզում Երևան հանել։ Եթե անգամ մենք երևանք, դա ոչինչ, բայց մեր սիրտը պետք չի, որ լինի այդտեղ։ Մենք պետք է թույլ տանք, որ Հիսուս Երևան գա։ Եթե դու այսպիսին ես, ապա մարդիկ Հիսուսին կտեսնեն քո մեջ։ Ուզում եմ ասել հետևյալ ձևով. այսօր մի մոռացված անձ կա մեր քարոզների մեջ, եւ դա Հիսուսն է։ Մենք Հիսուսի մասին չենք քարոզում բավարար ձևով։ Մենք խոսում ենք ավելի շատ սրա կամ նրա մասին, եւ կարծում եմ, որ նորից քարոզչությունը պետք է ետ բերել։ Ուզում եմ մի հատված մեջ բերել Աստվածաշնչից։ Գործք առաքելոց 8-րդ գլուխ 5-րդ համարը։ We're not preaching Jesus enough. We're preaching more of this and more of that, and that has its place, understand that. But we've got to bring back preaching again. I want to read a passage here from the Եվ Bible, or quote it to you. Փիլիպոսն իջավ Սամարիայի մի քաղաք եւ Քրիստոսին քարոզում էր նրանց։ In Acts chapter 8, Ժողովուրդն էլ միաբան ականջ էին դնում Փիլիպոսի ասածներին, լսելով եւ տեսնելով այն նշանները, որ անում էր, որովհետեւ պիղծ ոգիներ ունեցողներից շատերից մեծաձայն աղաղակելով դուրս էին գալիս, եւ շատ անդամալույցներ, կաղեր բժշկվում էին, եւ մեծ ուրախություն եղավ այդ քաղաքում։ Ես հավատում եմ, որ այս համարը լավ ձև է բացատրելու այն նույն բանը, որ կատարվեց Վելսում։ Հոգին այնքան ուժեղ էր Վելսի ժողովրդի վրա, որ այս ամենը գրվեց Վելսի ազգային պատմության գրքում։ 1906 թվականին Վելսում Աստծո զորությունը այնքան ուժեղ էր գալիս ժողովրդի վրա, որ նրանք կանգնեցնում էին գնացքը, դուրս էին գալիս իրենց վագոններից եւ ընկնում էին գետնին, լացում ու աղոթում էին։ Նրանց վրա իջնում էր այդ փառավոր փրկությունը։ Նրանք գնում ու պատմում էին այդ ամենը եկեղեցիներում, թե ինչպես ապաշխարեցին ու ինչպես Աստված փրկեց իրենց։ Մենք պետք է հավատանք որ այդ ամենը նորից կրկնվի մեր օրերի մեջ։ Սկսենք քայլել հոգու մեջ եւ աղոթենք Աստծուն։ Ապրենք սուրբ եւ արդար, կանգնելով հաստատուն դրանց մեջ։ Մենք Կալիֆոռնիայի Լանկաստրոմ քաղաքում ենք եւ այդտեղ կար մեծ օծություն հոգիների փրկության համար։ Երկու մարդ կանգնեցրեցին իրենց մեքենաները եւ եկան մեր ժողովատեղը, բարձրացան բեմ ապաշխարության համար։ Նրանք ասացին. «Ինչ որ մեկը ստիպեց, որ գանք այստեղ»։ Այսպիսի բաների համար մենք պետք է հավատանք, որ սկսվեն։ Աստված բանտարկել է մարդկանց։ Այս արթնության նման մարդիկ նստած կլինեն իրենց տներում եւ Աստծո զորությունը կիջնի իրենց տներում։ Հասկանում եք, Աստված կարող է անել այդ, եթե մենք սկսենք աղոթել եւ բաց անել ազգին Աստծո հոգու համար։ Ոմանք խոսում էին Վելսի արթնության մասին։ Ես նույնպես ուզում եմ վերել այս տխուր փաստերը։ Կարծում եմ, որ դրանք կարևոր են, որովհետև կարիք չկա մեզ կրկնել նույն սխալը, ինչ նրանք արեցին։ Ես քննադատորեն չեմ վերաբերվում, ուղղակի դրականապես եմ դիտարկում իմ տեսանկյունից, որ կատարվեցին որոշ սխալ բաներ։ Էվեն Ռոբերտսը ուժար սպառ էր արել ինքն իրեն, եւ 1906 թվականից հետո նա առանձնացավ։ Դրանից հետո այլևս ետ չվերադարձավ։ 45 տարի ոչ ոք այլևս չլսեց նրան եւ ոչ էլ տեսավ նրան։ Ես կարծում եմ, որ նա ծայրահեղության էր հասցրել իր անձը չերևալու միտքը։ Մտածեք այս մասին։ Եթե ինքը կարողանար ուսուցանել մի քանի երիտասարդների այնինչ արեց Աստված, ապա օգնած կլիներ իր ծառայության շարունակությանը, բայց ինքը իրեն մեկուսացրեց։ Մենք պետք է հասկանանք ֆիզիկական ուժասպառությունը։ Սա է պատճառ հանդիսանում, որ մարդը սխալներ է գործում, որոնք էլ գործոն են հանդիսանում քարոզիչների համար, անելու, կառուցելու եւ խոսելու բաներ, որոնք ճիշտ չեն, որովհետեւ մեր մարմինը ընդունակ չէ տանելու ստրեսներ եւ ուժասպառություն։ Նրանք մխրճվում են պարտքերի մեջ։ Մեկ բան, որ դուք պետք է ուշադրություն դարձնեք, դա ձեր փողն է։ Լավ է, որ հովիվներն ու սպասավորները ուշադրություն դարձնեն սրա վրա, որովհետեւ դևերը սիրում են տեսնել ձեզ պարտքերի մեջ։ Դևը ներքաշելով պարտքի մեջ ուզում է սպանել ձեզ։ Պետք է ուշադիր եւ զգուշ լինեք ձեր քայլերի մեջ։ Ես հավատում եմ, որ Էվեն
Ռոբերտսը շատ հեռու էր գնացել։ Արթնությունից 45 տարի հետո ոչ ոք երբեք չի տեսել իրեն, բացի իր հարազատներից։ Սա է վերջաբանը, նա այրվեց եւ վերջացավ, նա այլևս չէր ուզում ետ վերադառնալ։ Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, միգուցե սխալ եմ, բայց հավատում եմ, երբ նա կանգնեց Աստծո առջև, Աստված իրեն հարցրեց. Էվեն Ռոբերտս, ինչու ժամանակ չհատկացրեցիր հանգստանալու համար։ Ես տեսնում եմ Էվեն Ռոբերտսին ասելուց այս խոսքերը. ես չէի ուզում իմ անձի ի հայտ գալը, բայց այդ մեկ այլ ձևով ի հայտ գալ էր, որովհետև ինքն իրեն առանձնացրեց մյուսներից եւ ուղղակի դուրս եկավ երկրից եւ երբեք չգործածվեց։ Ես կարծում եմ, որ Էվեն Ռոբերտսին վիրավորողը դա մարդկանց փորձել էր նրան առուտուրի մեջ ներքաշել։ Նա չէր ուզում, որ Աստծո շարժը արևանգվեր։ Սա մի բան է, որ մեր սերունդը կարիք ունի սովորելու։ Ինձ հայտնի է մի արթնության մասին, որտեղ Աստված անում էր որոշ հրաշքներ։ Ես ուսումնասիրել եմ այդ արթնությունը, անգամ գնացել եմ այդտեղ, որտեղ այդ սկսվեց, եւ կար մի պատճառ, որ այն ձախողվեց, եւ մեկ այլ պատճառ կար, որ այդ սպասավորը ձախողվեց։ Դա այն էր, որ նրանք արևանգեցին Աստծո շարժը։ Երբ Աստծո շարժը գալիս է, դուք գիտեք, որ կան բաներ, որոնց համար դուք պետք է վճարեք, կան բաներ, որ դուք պետք է անեք, բայց երբեք մի մտեք առուտուրի մեջ Աստծո հետ, թե ում կգործածի եւ թե հոգու շարժումը ում վրա կգա։ Մի բռնանա մարդկանց վրա, եթե դուք անեք, ապա Աստված կդատապարտի ձեզ։ Էվեն Ռոբերտսը շատ զգուշ էր այս բանի համար։ Դա իմ մտածմունքներից ամենակարևորն է, որովհետեւ ես տեսնում եմ Աստծո շարժը հատկապես գալիս է երիտասարդների վրա։ Նրանք են լինելու կրողներ այս փառքը, այս զորությունը, եւ նրանք զգուշ պետք է լինեն։ Եվ նրանք զգուշ պետք է լինեն իրենց համար, որ առուտուր չանեն եւ վաճառեն իրենց։ Գիտեք, երբ ես գամ ձեր եկեղեցի, ես ցանկանում եմ այս, ցանկանում եմ այն։ Դա առևտրականություն է, դա աղջատում է Աստծո շարժը։ Դուք պետք է զգուշ լինեք, որ այդ չանեք, որովհետև շատ հեշտ է հետևել մեր մտքին եւ մոլորվել մեր իրական մտածողությամբ։ Կան մի քանի բաներ, որ կարող ենք սովորել Էվեն Ռոբերտսի սխալներից։ Ինչու Վելսի արթնությունը շարունակվեց, դա այն էր, որ նրանք չփոխանցեցին երեխաներին։ Գիտեք, երեխան կարող է լինել ժողովին, բայց եթե նա չսովորի տանը այդ մասին, նա կարող է կորցնել ամենը։ Մենք կարիք ունենք տեղյակ լինելու, արդյոք մեր երեխաները քայլում են մեզ հետ արթնության մեջ։ Աստվածաշունչն ասում է, որ երեխաների ու կաթնակերների բերանից դուրս կգա կատարյալ երկրպագություն։ Մենք համոզված պետք է լինենք մեր երեխաների համար, թե արդյոք նրանք կան եւ վայելում են արթնությունը, որի մեջ մենք կանք։ Մի թողեք ձեր երեխաներին խնամողների հույսին։ Դա լավ է, որ մեր ժամանակներում կան խնամողներ, բայց նրանց աճելու ժամանակ կա։ Նրանք պետք է լուռ նստեն եկեղեցում եւ սովորեն լսելով քարոզներ։ Պատրաստեք ձեր երեխաներին, ինչպես վայելել եւ ինչպես լցվել Աստծո հոգու արթնությամբ։ Մենք պետք է գիտակցենք, արդյոք այս բաները անում ենք թե ոչ։ Էվեն Ռոբերտսը եւ իր ժողովուրդը չէին անում այս բաները եւ կորցրեցին մի սերունդ, բայց Աստված ծրագիր ունի։ Այստեղ է, որ ես ուզում եմ սկսված դասը ավարտել։ Աստված ծրագիր ուներ։ Կալիֆոռնիայում մի մարդ կար անունը Ֆրանկ Բաթերման։ Նա հարցնում էր, թե ինչպես մենք կարող ենք արթնություն ունենալ Կալիֆոռնիայում։ Բաթերմանը սկսեց աղոթել եւ բարեխոսել արթնության համար։ Հետո մի մարդ հայտնվեց Կալիֆոռնիայում անունը Սեյմեր, որով սկսվեց Ասուզա փողոցի արթնությունը։ Հասկանում եք, Վելսի արթնությունը չպետք է կանգ առներ։ Այդ պետք է տարածվեր ամբողջ աշխարհով մեկ, բոլոր ազգերին։ Արթնությունը պետք է տարածվի։ Այդ վարակիչ է։ Մենք պետք է համոզվենք, որ այդ վարակում է ուրիշներին։ Երբեմն մենք ուզում ենք այդ պահել մեր փոքր աշխարհի մեջ։ Մենք ուղղակի կանգնեցնում ենք այն տարածվելու։ Բայց պետք է ազատություն տալ դրան, չթելադրել, դադարենք ղեկավարել անձանց, ազատվել վախից, նախանձից, անապահովությունից, անապահով շռայլությունները կփորձեն ղեկավարել Աստծո շարժը։ Եթե թույլ տաք Աստծուն, որ նա շարժվի անելով իր գործը եւ օրհնի մարդկանց, ապա ձեր եկեղեցին կկառուցվի։ Դադարեք ձեր մարմնավոր ձեռքով կանգնեցնել Աստծո տապանակի վայր ընկնելը։ Ոզյան մեռավ եւ դուք նույնպես կկորցնեք այն, ինչ ցանկանում եք։ Այդ կքանդվի ձեր ոտքերի տակ։ Հոսեք Սուրբ Հոգով, թույլ տվեք նրան, թող այդ կատարի։ Աստծո շարժը թանկագին է եւ այդ գալիս է այսօր։ Էվեն Ռոբերտսը 45 տարի ոչինչ չլսեցինք իրենից։ Նա մահացավ։ Եվ սա Աստծո կամքը չէր։ Այս ամենի պատճառը նա էր։ Նա իրեն դուրս էր վտարել։ Նա վիրավորվում էր, որովհետև մարդիկ փորձում էին առուտուր անել իր հետ։ Եվ նա շատ հեռու գնաց։ Հասկանում եք, կան հոգևոր ճշմարտություններ,
որոնք ձեր սրտում են, բայց երբ դուք տեղափոխում եք ձեզ շնչի մեջ, այդ տանում է ծայրահեղության։ Սրա համար է, որ Պողոսն ասում է. քայլեք հոգով եւ մնացեք հոգու մեջ, բնակվեք հոգու մեջ, որովհետեւ հոգին ունի կատարյալ հավասարակշռություն։ Ես հավատում եմ, որ Աստված սկսել է հոգու մի նոր շարժ։ Նա վերակառուցում է բարեխոսությունը եւ ազատագրում է եկեղեցիներում։ Նա վերականգնում է մարգարեությունը, քարոզչությունը, որովհետեւ շատ մարգարեություններ կային Վելսի արթնության ժամանակ եւ նորից են լինելու։ Պողոսը գրում է. մի անարգեք մարգարեությունները։ Այսօր շատ եկեղեցիներ կան, որոնք անարգում են մարգարեությունները։ Բարի, ինչ կասեք բոլոր ծայրահեղությունների մասին։ Բարի, ինչ կասեք այն բոլոր օրհնությունների մասին։ Ինչի եք լսում վախի ոգուն եւ կրոնական մտածողությանը։ Ինչի եք լսում այդ տեսակ բաներ, լսեք Աստծո ձայնը, հնազանդեք Աստծո հոգուն։ Եթե սխալներ լինեն, ուղղեք դրանք եւ առաջ գնացեք, բայց մի մեռեք, մի կորցրեք։ Հիշիր, որ երբ արթնությունը գալիս է ձեր եկեղեցի, ձեր երկիր, ձեր քաղաք, այդ բոլորի համար է եւ մասնակից եղիր դրան։ Հետո մի ապրիր այնպիսի զգացումով, որ դու ուժեղ ես ներքին մարդով։ Էվեն Ռոբերտսը մահացավ եւ նրանից ոչինչ չլսեցինք, որովհետեւ նրա ներսի մարդը տկար էր։ Նա ուներ մեծ արտաքինոցություն, բայց իր ներքին մարդը հոգնած էր եւ երբեք չվերականգնվեց։ Աստծո շարժը կշարունակվի, ինչպես Վելսից այդ տեղափոխվեց Ասուզափողոց, այդպես էլ այդ տեղափոխվում է քո եւ իմ ձեռքը։ Եղիր ինչպես Փիլիպոսը, քարոզիր Քրիստոսին մարդկանց, գնա եւ քարոզիր մարդկանց Քրիստոսին եւ ոչ թե քո կարծիքը, քո գաղափարը, քարոզիր ավետարանի մոռացված մարդու Հիսուս Քրիստոսի մասին։ Մենք ուզում ենք քարոզել ուրիշ բաներ, բայց համոզված եղեք, որ Քրիստոսը նրա խաչը ձեր քարոզի կենտրոնում է, ինչպես այդ եղավ Վելսում։ Նրանք ուզում էին, որ Հիսուս երևա, խաչը ճանաչվի։ Մենք պետք է բարձրացնենք խաչը եւ խաչելին, որ ճանաչելի լինի աշխարհին, որ Հիսուսն է աշխարհի փրկիչը։ Նրա մեջ ենք ապրում եւ շարժվում, եւ այս բաները նրա մեջ են կանում։ Սա է պատճառը, որ մենք քարոզում ենք, ծառայում ենք եւ աղոթում ենք հիվանդների համար։ Հիսուսն է ասել անել ու շարունակեն անել այս ամենը երկրի վրա։ Մենք շարունակում ենք Աստծո եւ Հիսուս Քրիստոսի ծառայությունը երկրի վրա։ Այդ արթնության մեծ գործոններից մեկը նա էր, որ քարոզվում էր Աստվածաշունչը։ Երբ արթնությունը սկսվի, պետք է այնպես անել, որ մեր երեխաները դրա մասը կազմեն եւ այդ տարածվի իրենց վրա նույնպես։ Մի թողեք նրանց միայն նստած մնան, սովորեցրեք նրանց, որ կարողանան շարժվել հոգով, սովորեցրեք ձեր որդիներին ինչպես մարգարեանալ, սովորեցրեք ձեր տղաներին, թե ինչպես դևեր հանեն, սովորեցրեք ձեր երիտասարդներին, թե ինչպես աղոթեն հիվանդների համար։ Այսօր այն օրն է, որ աշխարհը կարիք ունի բժիշկների, բժշկեն մարդկանց, որոնք գործեն Հիսուսի զորությամբ, ոչ թե դիվային զորությամբ։ Մենք պետք է քարոզենք եւ բժշկենք հիվանդներին, դևեր դուրս անենք եւ թող Քրիստոսը փառավորվի։ Մենք հասել ենք այդ ժամանակներին։ Ես չեմ կարող ցնցել ձեզ եւ ասել, որ հասել ենք այդ ժամանակների կատարմանը։ When we got to preach Christ to them like Philip did and heal the sick, cast out the devils and let Թող Christ Էվեն Ռոբերտսի պատմությունը բարձրաձայն հնչի ձեր ականջներին եւ թող ոչ մեկը չփառավորվի բացի Հիսուս Քրիստոսից եւ այն խաչից, որի վրա ինքը մեռավ, որովհետեւ այս է պատճառը ավետարանը քարոզելու։ He died upon because that is why we are preaching the gospel. We believe that this Մենք հավատում եւ աղոթում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքում եւ ծառայության մեջ։ Աստված օրհնի ձեզ։ Ամեն։ Just write Roberts Lairdin Ministries, P.O. Box 23238, Minneapolis, Minnesota 55423, or call 612-927-4455. Roberts Lairdin Ministries. Ռոբերտ Լայրդենի ծառայությունը ներկայացնում է Lectures on the healing բժշկող ավետարանիչները։ In this study, we Այս ուսուցման ժամանակ մենք կուսումնասիրենք այն զորավոր տղամարդկանց եւ կանանց կյանքը, ովքեր ներգրավել են բժշկության ծառայության մեջ։ By name I charge you to take this old tumor out of here, God. Թող նա վազի ձեր մարգարեի նման, Տեր, թող նա վազի Եղիայի նման Հիսուսի անունով։ Տեր, թող նա քայլի։ Նախքան համբարձվելը,
Հիսուս իր վերջին գործով լիարժեք ապահովեց, որ ես եւ դուք ոչ մի դեպքում երբեք չպարտվենք։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմնի մի մասնիկն եք, ապա պարտություն չպետք է ունենաք եւ ոչ մի միավոր։ Մատթեոսի գիրքն ասում է. ահա ես ձեզ ղրկում եմ ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք եւ աղավնիների պես միամիտ, եւ երբ կգնաք քարոզեցեք եւ ասացեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է, բժշկեցեք հիվանդներին, մաքրեցեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին, դևեր հանեցեք, ձրի ստացել եք, ձրի տվեք։ Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքում եւ ծառայության մեջ։ Եվ ահա ձեր հյուրը Ռոբերտ Լայրդենը։ Բարի գալուստ մեր ուսուցմանը։ Այսօր մենք կդիտենք Աստծո մեկ այլ մեծ մարդու կյանքը, որի անունն է վերապատվելի Ալեն։ Ձեզանից շատերը, որ դիտում եք, միգուցե տեղյակ եք, եղել եք նրա ժողովներում կամ տեսել եք նրան հեռուստացույցով։ Նա եղել է հեռուստաեթերներ կազմակերպողներից մեկը, ինչպիսին էին Օրալ Ռոբերտսը եւ ուրիշները։ Ալենը ուներ հրաշքների մթնոլորտ ստեղծելու մեծ ընդունակություն։ Նա եղել է 60-ից 70-ական թվականների ամենամեծ հրաշագործություններ անողը։ Նա ունեցել է ամենամեծ անկումը եւ ամենամեծ խնդրը։ Բայց մենք չենք կարող ասել, որ այն ամենը ինչ նա արել է եղել է սխալ, որովհետև նա արել է շատ լավ բաներ։ Մենք ձեզ կցուցադրենք մի փոքր ֆիլմ, որտեղ նա աղոթում է մի մարդու համար։ Դուք կտեսնեք նաև, որ հիվանդը բժշկվում է։ Այսպիսի բաները նորմալ երևույթ է եղել իր ժողովներում։ Վերապատվելի Ալենը ունեցել է դժվար մանկություն։ Նրա ծնողները եղել են ալկոհոլիկներ, իսկ հետո ամուսնալուծվել։ Նա մեծացել է որպես ալկոհոլիկ եւ նրա համար մանկությունից ծագել էին շատ խնդիրներ։ Ինչ խոսք, ձեր ապագան շատ է կապված ձեր մանկությանը։ Եթե իհարկե դուք չդառնաք Աստծուն եւ դավանեք երկնավոր Հորը ձեզ հայր։ Ես նույնպես բաժանված ընտանիքից եմ եւ արել եմ նույն բանը։ Ես ասացի, Աստված իմ, դու իմ երկնային ու ֆիզիկական հայրն ես, դու կսովորեցնես ինձ, թե ինչ անել։ Աստված կարող է անել այս, եթե դուք միայն վստահեք իրեն եւ հավատքով հաղորդակցվեք իր հետ։ Եղբայր Ալենը 1934 թվականին հանդիպեց իր կնոջը։ Այս պատմությունը եզակի է եւ շատ տարօրինակ։ Նա մի հոդված էր գտել ամսագրերից մեկում, որը կոչվում էր Հարսանեական կանչ, իսկ հետագայում գնացել էր գտնելու, թե ինչ ամսագիր էր այդ։ Այն անձը, որը տեղեկացնում է ամսագրի մասին, ի վերջո դառնում է իր կինը։ Ես հավատում եմ, որ Աստված կարող է անել զարմանալի բաներ։ Նա կարող է աշխարհի մի ծայրից բերել մի անձի եւ հանդիպեցնել իր ընկերակցին։ Ես չեմ հավատում, որ պետք է ամուսնանաք նրա հետ, որի մասին մտածում եք։ Կարծում եմ, որ Աստված պետք է ձեզ համար ընտրի։ Եթե դա այդպես չի լինում, ապա ձեր ամուսնությունը կարող է ձախողվել։ Սրա համար է, որ այսօր եկեղեցում շատ խնդիրներ են առաջանում։ Շատ մարդիկ չէ, որ թույլ են տալիս Աստծուն, որ նա բերի ամուսնական միություն։ Եվ քչերն են, որ աղոթում են տեսնելու, թե դա է արդյոք Աստծո կամքն իրենց կյանքում։ Այս մեծ խնդրեմ է, վերապատվելի Ալենը այս ճանապարհով ամուսնացավ։ Նա հովել է իր առաջին եկեղեցին 1930 թվականին։ 40-ական թվականներին նա ճանապարհորդել է Աստծո ասամբլեա կազմակերպության հետ որպես ավետարանիչ։ 1949 թվականին սկսվեց նրա հրաշքների արթնությունը։ 1940 թվականին նա տեսավ Օրալ Ռոբերտսին, որը անցկացնում էր բժշկության ծառայություն։ Մինչ նա դիտում էր Օրալ Ռոբերտսին քարոզելուց եւ աղոթելուց հիվանդների համար, ասում է. ես հավատում եմ, որ կարող եմ այդ անել։ Նա թողնում է իր եկեղեցու ծառայությունը եւ սկսում է հրաշքների մեծ ծառայություն։ Որպեսզի հրաշքները շարժվեն, վերապատվելի Ալենը Աստծուց ստացել էր հրահանգներ։ Սրանք կարևոր են վերանայելու համար, բայց սկզբից ուզում եմ պատմել իր կյանքից։ Before I tell you those 12 things, let me give you a little bit more about his life, because I think it's Որոշ ժամանակ քարոզելուց հետո իր ձայնը խզվում է։ Բժիշկն ասում է, որ նա այլևս չի կարող քարոզել։ Նա խնդրում է իր կողքին կանգնած մի հովի. Չեք դնի ձեր ձեռքը իմ վրա եւ աղոթի ինձ համար։ Եվ երբ հովիվը աղոթում է նրա համար, նա սկսում է բացականչել, որ
բժշկված է։ Դրանից հետո նա այլևս ձայնի պրոբլեմ չի ունեցել։ 1950 թվականի մայիսին նա մեծ արթնություն ունեցավ Կալիֆոռնիայի Օքլանդում։ Բժշկության օրվա ձայնը այսպես է գրվում նրա մասին որպես ամենամեծ արթնություն բերող, որ երբևէ եղել է այդտեղ։ Նա ճանաչված էր իր վրանային քարոզչությամբ։ Նա գնեց իր վրանը 1951 թվականին։ Մյուս հետաքրքիր բանը հետևյալն է։ Վերապատվելի Շեմբակը, որ նրա երկեցողության սպասավորն էր, ուներ Ալենի նույն մտածողությունը եւ օծությունը։ Վերապատվելի Շեմբակը գործում էր Ալենի համար։ Ես տեսել եմ որոշ ֆիլմեր, որտեղ նա առաջնորդում է փառաբանությունը։ Այս է պատճառը, որ նա այսօր ունի մեծ ծառայություն։ Ալեն ուներ թե լավ եւ թե վատ բաներ, որոնք եւ աչքի էին ընկնում իր ծառայության մեջ։ Սրա համար է, որ դուք կարիք ունեք ուսումնասիրելու այս խոշոր մարդկանց կյանքը եւ պատմությունը։ Վերցրեք լավը եւ մի կողմ գցեք վատը։ Միևնույն ժամանակ տեսեք, թե ինչու այդ վատ բաները կատարվեցին իր ծառայության մեջ եւ կյանքում։ Այս սեսիայի վերջին դասում մենք կվերանայենք Աստվածաշնչից որոշ մարդկանց, քննելով թե ինչու նրանցից ոմանք իրենց կյանքում ձախողվեցին, իսկ ոմանք հաջողեցին։ Մենք չենք կարող անտեսել վերապատվելի Ալենի ծառայությունը, որովհետև այդ էական է։ Նա եղել է ամենազորավոր ծառայողներից մեկը, ում մենք հանդիպել ենք այս վերջին 35 տարիների ընթացքում։ Բացի Կատրին Կուլմանից ուրիշ ոչ մեկը չի ունեցել այս տեսակ հրաշքներ, որը ունեցավ նա։ Այսօր շատ քչերն են, որ աչքի են ընկնում։ 1955 թվականին վերապատվելի Ալենը գնաց Կուբա եւ Մեքսիկա։ Նա գնում էր ամեն տարի, մինչեւ Կաստրոն անցավ իշխանության գլուխ եւ արգելեց այդ։ Հազարավոր մարդիկ բժշկվում էին կուրությունից, համրությունից, մեծ հրաշքներ էին տեղի ունենում։ Վերապատվելի Ալենը ուներ գիտություն եւ ընդունակություն գրավելու մթնոլորտը, գիտեր թե ինչպես գործածեր երաժշտությունը։ Ես գիտեմ շատ մարդկանց, որոնք մեղադրում էին իրեն որպես էմոցիոնալ անձ։ Ես հավատում եմ, որ կային էմոցիաներ, բայց միևնույն ժամանակ դուք չեք կարող քննադատել մի փոքր էմոցիոնալ լինելու համար։ Եթե դուք շարունակելու եք լինել Աստծո հետ, ապա կլինեն որոշ մանուկներ ձեր ժողովներում, որոնք տրվելու են էմոցիաներին։ Այդտեղ կարիք կա լինել Աստծո ժեղմարտ, անտեսել եւ պահպանել ամեն բան իր տեղում ու շարունակել։ Ես հիշում եմ մի ժողովի մասին, որը վարում էր Ալենը, այդ կոչվում էր երաժշտության երեկո։ Նա երաժիշտներին ասել էր միայն նվագել, մարգարեություն անել այդ գործիքներով։ Այստեղ մեծ բանալի կա։ Ես հավատում եմ, որ Աստված այդ ետ է բերում եկեղեցի։ Ինչու այսօր ռոք-ն-ռոլը այսպիսի մեծ ազդեցություն ունի աշխարհի վրա։ Ինչու է այն այդքան ուժեղ եւ խլելով երիտասարդների սրտերը ստիպում է նրանց անկարգություններ անել, ստիպում է սպանել մարդկանց։ Այս մենք լսում ենք վերջին նորություններից։ Սատանան գիտի երաժշտության մասին։ Երբ Արուսյակը հրեշտակապետներից մեկն էր երկնքում, նա ձախողվեց ու վերցրեց իր հետ երաժշտության գիտությունը։ Նա այսօր էլ շարունակում է գործել այդ նույն գիտությամբ, բայց Աստված ուզում է հասկացնել մեզ, որ երաժշտությունը մերն է եւ ժամանակն է, որ սովորենք նվագել, որովհետեւ երաժշտությունը օգնում է օծությանը, այն կարող է օգնել նաեւ քարոզչին, այն կարող է մաքրել մթնոլորտը, պատրաստել մարդկանց սրտերը հավատալու եւ նրանք կառնեն իրենց հրաշքը։ Վերապատվելի Ալենը ունեցավ խնդիրներ։ Իր ծառայության ձախողումը սկսվեց 1955 թվականին։ Նա բանտարկվեց Կնոքսվիլում հարբած ավտոմեքենան վարելուց։ Այս դեպքից հետո սկսվեցին հարցեր ծագել։ Աստծո ասամբլեայի գլխավոր խորհուրդը խնդրեց Ալենին հեռանալ իր ժողովներից, մինչև նրանք չլուծեին այս խնդրը։ Ես համաձայն չեմ, որ բոլոր հարամվանությունները սխալ են։ Ճիշտ է, ես համաձայն չեմ այն ամենի հետ, որ նրանք անում են, բայց ընդունում են որոշ բաներ, որ նրանք պահանջում եւ խնդրում են։ Կարծում եմ, մարդիկ պետք է ունենան բավարար զգացողություն հնազանդվելու, որովհետեւ եթե դուք խմում եք կամ պոռնկության մեջ եք, դուք կարիք ունեք վերականգնվելու, ոչ թե դուրս շպրտվելու, համարվելով կորսված։ Կա վերականգնում։ Աստծո ասամբլեան ունի վերականգնման ծառայություն, որի համար ես շատ ուրախ եմ։ 1955 թվականին նա թողեց իր բժշկության ծառայությունը եւ սկսեց հրատարակել իր հրաշքների ամսաթերթը։ Այստեղ ես ունեմ մի քանի օրինակներ ձեզ ցուցադրելու համար։ Մենք ընտրել ենք ցուցադրելու ամենադրամատիկները։ Կկարդամ միայն վերնագրերը։ Ես ապրել եմ 21 տարի որպես աղջիկ, բայց հիմա ես տղամարդ եմ։ Երբ հրաշքների ծառայություն է լինում, ի հայտ են գալիս ամեն տեսակ պարագաներ։ Երբ ես կարդամ սրանցից մի քանիսը, դուք կզարմանաք կատարվածի վրա։ Սրանք գրանցված հրաշքներ են։ Գորդոն Լինսդեյը այս հրաշքներից որոշ դեպքեր տպագրել է բժշկության ձայն ամսաթերթում։
Ժիլբերտի ծնկի ոսկրը վերականգնվում է։ Ալենի ծառայությունում լինում էր նաև ստեղծարար հրաշքներ։ Մեկ ուրիշ մարդ այստեղ ասում է, որ ինքը ունեցել է կենդանական մաշկ, շատ կոպիտ մաշկ իր ձեռքերի վրա։ Աստված տվել է իրեն նոր մաշկ։ Այսպիսի բաներ ես տեսել եմ, բայց մենք կարիք ունենք տեսնելու ավելին։ Օսկարի նոր բթամատը։ Ահա մի կին, որը ինձ համար ավելի զարմանալի է, քան այն տղան, որ աղջիկ էր եւ ետ էր դարձել իր տղամարդ վիճակին։ Իմ քաշը պակասել է 100 կիլոգրամից ավել։ Սա մի դրամատիկ պատմություն է, որ ես երբևէ լսել եմ։ Կարծում եմ, որ եթե դուք ունենայիք այսպիսի մի հրաշք ձեր ժողովում, շատերը կգային ձեր ժողովին։ Նա իր ձեռքը դրել էր այս կնոջ վրա, ինչպես գրված է այստեղ, տեսնելով թե ինչպես է ետ քաշվում նրա չեղությունը։ Նա նաև մեղադրվել է իր ծառայության վերջին ժամանակներում չափազանցնելու մեջ։ Ես հավատում եմ, որ եղել են չափազանցություններ։ Միգուցե այն կա նաև իմ այս կարդացված վերնագրերի մեջ, բայց կարծում եմ, որ կա նաև համընդհանուր ճշմարտություն սրանց մեջ։ Հավատում եմ, որ եղել են ճշմարիտ պատմություններ։ Հրաշքը ունի արդեն ինքնին հետաքրքրություն։ Դուք կարիք չունեք այն չափազանցնելու։ Ես հավատում եմ, որ այսպիսի բաները նորից են կատարվելու։ Հավատում եմ Աստծո ստեղծարար գործունեությանը։ Վերապատվելի Ալենը գրել է տարբեր գրքեր եւ մենք ընդունակ եղանք ձեռք բերելու դրանցից։ Կարծում եմ, որ նրա գրքերը ունեն շատ զարմանալի վերնագրեր։ Նա չէր վախենում վերնագրել գրքերը ահարկոանուններով։ Ահա այդ գրքերից մեկը Կործանված դևի վարվել է։ Մեկ ուրիշ գիրք ևս, որը կոչվում է Բանտերը արատավորված ապակյա պատոհաններով։ Նա նաև գործում էր մարգարեական ծառայությամբ։ Հասկանալ մարգարեական ծառայությունները դա այն վիճակը չէ, որտեղ դուք ուղղակի կարող եք ամեն մեկին հեռացնել։ Երեմիա 1:10 ասում է, որ խլես, պոկես եւ փչացնես եւ կորցնես, բայց միևնույն ժամանակ ասում է, որ շինես եւ տնկես։ Դուք պետք է զգույշ լինեք, երբ գործում եք մարգարեական ծառայությամբ։ Դուք պետք է ընդունակ լինեք բացատրել ճիշտ եւ սխալ բաները, բացահայտելով դևերի ծուղակը։ Դուք չպետք է հասնեք մի վիճակի, որտեղ մարդկանց հեռացնեք։ Դուք պետք է իմանաք եւ հաշվի առնեք, որ կա գթություն եւ շնորհք։ Մեկ ուրիշ գիրք, որը կոչվում է Ամերիկայի խոցված դևը, Աստծո վերջին խոսքը մեռնող աշխարհին, դևը եւ մարմինը։ Նա գրել է նաեւ իր կենսագրությունը, Աստծո մարդու հավատքը եւ զորությունը վերնագրով։ Եղբայր Շեմբակը եւ ուրիշները, որ շրջապատել էին իրեն, վեր բարձրացան եւ մենք ուրախ ենք ներկայացնելու ձեզ Աստծո մարդուն, վերապատվելի Ալենին։ Վերապատվելի Ալենի 12 հրանգները շատ կարեւոր են մեզ համար։ 1949 թվականին նա հանդիպեց Օրալ Ռոբերտսին։ Նա կարոտ էր տեսնելու ավելի շատ ժողովրդի եւ ավելի մեծ նշաններ եւ զորություններ, որոնք կօգնեին մարդկանց հասկանալու կենթանի եւ իրական Աստծուն։ Նա սկսում է ծոմապահությամբ աղոթք անել։ Հրաշքների զորություն ունենալու համար Աստված տալիս է նրան 12 հրանգներ, որոնք ինքը պետք է աներ։ Ես հավատում եմ, որ այս պիտանի կլինի ձեր կյանքի եւ ծառայության մեջ։ Առաջին, նա չէր կարող անել ավելի մեծ գործ, քան Հիսուսի հրաշքներն էին։ Չկար մեկ ուրիշ ձև, որ նա կարող էր արտացոլել Հիսուսին։ Նա չէր երևում եւ Հիսուս աջակցում էր իրեն։ Երկրորդ, նա կարող էր քայլել ինչպես Հիսուս։ Ինչ նկատի ուներ սրանով, որ նա կարող էր քայլել զորությամբ, կոչով եւ ուժով, անելով այն, ինչ Հիսուսն արեց։ Հիշում եք ինչ ասաց Հիսուս. դուք ավելի մեծ գործեր կանեք, քան ես արեցի։ Երրորդ, նա պետք է անմեղադրելի լիներ ինչպես Աստված, լիներ ամենալավագույնը, որքան հնարավոր է, նմանվիր Աստծո պատկերին, ապրիր սուրբ եւ մաքուր կյանք։ Այս շատ հետաքրքիր եւ անհրաժեշտ է այսօր։ Եթե մենք ունենանք այս միտքը լինել սուրբ եւ անմեղադրելի ինչպես Աստված, ապա մենք կունենանք ավելի լավ սերունդ։ Աստծո գործող զորությունը չի գալիս կեղծավորների, աշխարհ գնացածների կամ ստախոսների վրա, այդ գալու է մաքուրների եւ սուրբերի վրա։ Դուք կարող է սխալներ անեք, Աստված կների ձեզ, բայց եթե դուք այս անում եք կամովի, այդ ժամանակ սա ուրիշ խնդրեմ է։ Չորրորդ, նա ասում է, ես չեմ կարող համեմատել կամ չեմ կարող չափել ինքս ինձ ուրիշի հետ բացի Հիսուսից։ Կարծում եմ սա մեծ կետ է։ Նա չէր պատրաստվում համեմատել իր ծառայությունը, իր կոչումը որևէ մեկի հետ, բացի Հիսուսից, որին պետք է նմանվենք։ Կարծում եմ պատճառներից մեկը, երբ մարդիկ չեն հասնում իրենց բարձրությանը եւ օծությանը, պատճառն այն է, որ նրանք համեմատում են իրենց ցածր օծությունների հետ կամ ցածր մակարդակի աճի հետ։ Դուք միշտ կգտնեք ձեզանից ավելի երիտասարդին, որն ավելի սխալներ է գործում, քան դուք։ Այդ ժամանակ դուք ձեր աչքին ավելի լավ եւ ավելի մեծ եք երևում, բայց մենք պետք է համեմատենք մեր անձերը մեր կոչումի հետ եւ մեր նշանակման հետ։ Բացի
against our destiny, and above all, like Alan said here with his Սրանից short մենք պետք է համեմատենք մեզ Հիսուսի հետ։ Որքան ենք մենք նման Հիսուսին։ Եթե մենք նման լինենք Հիսուսին, ապա մենք կունենանք հրաշքների ժողովներ։ 5-րդ, նա պետք է ուրանար իր մարմնավոր ցանկությունները ծոմապահությամբ։ In the present day church world, there's not much fasting. Even myself, I think the Lord's beginning to call me to more fasting and praying. Այսօրվա եկեղեցական կյանքում քիչ են ծոմապահությունները, անգամ իմ կյանքում։ Կարծում եմ, որ Տերը կոչում է ինձ ավելի շատ ծոմապահության եւ աղոթքի։ Կարծում եմ, որ աղոթքը եւ ծոմապահությունը բերում է գործող զորություն եւ մեծ ընդունակություն։ Եթե դուք ունեք դժվարություններ ձեր մարմնի հետ, հետեւաբար կանեք սխալ բաներ, որոնք իրապես սխալ են։ Ծոմ պահիր մի քանի օր, սոված մնա մի փոքր, սա կտկարացնի քո մարմինը, բայց կկառուցի քո ներքին մարդը։ Պահիր ներքին մարդուն զորավոր, պահիր այս ներքին մարդուն հոգևոր մարդուն, պահիր ամեն բան թագավորության ծառայության ներքո, քո վերստին ծնված մարդու ներքո։ 6-րդ, նա պետք է հետևեր անձնորացության։ Անձնորացությունը մեծ բան է։ Կան բաներ, որոնք միգուցե սխալ չեն, բայց այն դուք չպետք է անեք։ Կային որոշ բաներ, որ Տերն ասաց ինձ չանեմ, որովհետև երբ նրանք բռնում են ինձ, դժվարությամբ եմ ազատվում դրանցից։ Հիշում եմ, երբ ես սկսել էի բասկետբոլ խաղալ, Տերը ասաց այլևս բասկետբոլ չխաղաս։ Ես գիտեի, որ եթե շարունակեմ, ապա նա կբռներ ինձ, եւ ես այլևս չէի կարողանա ազատվել դրանից։ Հիմա ձեզանից ոմանք կասեն, որ այս միանգամայն ցավալի է, որովհետև ձեզանից ոմանք չափից ավելի են հեռուստացույց դիտում։ Ձեզանից ամեն ոք գիտե, թե ինչ է այս։ Երբ այս բաները նշվում է, այս կարծես հարվածում է ձեզ։ Աստված խոսում է մարդկանց հետ։ Աստված ճնշում է մարդկանց այն բաների համար, որոնց հետ իրենք պետք է հաշվի նստեն։ Եվ եթե չեք լուծում այս խնդիրները, ապա Աստված չի կարող ձեզ տանել մեկ այլ փառքի։ Որոշ մարդկանց մոտ ամեն բան կատարյալ է, բացի մի փոքրից, եւ փոքր բաներն են, որ կանգնեցնում ու սպանում են ծառայությունը։ 7-րդ, առանց Աստծո նա ոչինչ չէր կարող անել։ 8-րդ, նա պետք է հրաժարվեր իր մարմնավոր մեղքերից։ Դուք պետք է հրաժարվեք ձեր բոլոր մարմնավոր մեղքերից։ 9-րդ, նա չպետք է շարունակեր իր մակերեսային եւ անիմաստ բանավեճերը։ Քանիսն են մեզանից այսօր զբաղված հիմար մակերեսային խոսակցություններով եւ կատակներով։ Խոսում ենք սրա կամ նրա մասին։ Եթե դուք լինելու եք մի անձ, որը շարժվելու է Աստծո գործող զորությամբ, ապա դուք պետք է լուծեք ձեր լեզվի խնդիրները։ Այն, ինչ դուք ասում եք, շատ կարեւոր է, ձեր խոսքի ձևը։ Որոշ անձիկ կարիք ունեն ուղակի լռելու եւ չխոսելու։ Կան մարդիկ, որոնք կարիք ունեն սովորելու այս։ Չեմ կարծում, որ լռել այսօր գործում է լավ ձևով։ 10-րդ, նա կարիք ուներ իր մարմինը ամբողջությամբ Աստծուն հանձնելու։ Սրանցից որոշ կետեր նման են իրար։ Նա գրել է մի գիրք, որը կոչվում է Հրաշքներ գործող զորության գինը։ Բնօրինակ վերնագիրը կոչվում է Իմ խաչը։ Ամեն ոք ունի խաչ։ Everybody has a cross, and I think this cross here is a lot for a lot of people today. Number 11. 11-րդ, նա պետք է հավատար Աստծո բոլոր խոստումներին։ Նա պետք է վերցներ բոլորը։ Նա ասում էր, եթե ես չհավատամ նրանց բոլորին, դրանք չեն գործի։ 12-րդ, այս վերջում կա երկու կետ։ Դրանք անձնական բաներ են, որոնց նա կոչում էր սիրելի մեղքեր։ Մի մտածեք, թե ինչեր են դրանք, ուղղակի թույլ տվեք Աստծուն ասելու ձեզ, թե սիրելի մեղքերը որոնք են, եւ դուք կարող եք դրանք վերացնել։ Այժմ ուզում եմ անցնել այն հատվածին, որտեղ եղբայր Ալենը աղոթում է մի մարդու վրա, որը հաշմանդամ է։ Ես ուզում եմ, որ դուք դիտեք, թե նա ինչպես է աղոթում։ Այն մի փոքր դրամատիկ է, բայց դուք կարող եք տեսնել զորություն եւ օծություն։ Ամեն, ամեն։ Ալելույա, փառք Աստծո։ Որտից դուք ուզում եք վեր կենալ այս երեկո։ Անշուշտ ես պատրաստվում եմ։ Դուք հավատում եք։ Ալելույա, այո, Աստված իմ։ Այս ռուսկը սեղմել է իր ներվը եւ դարձրել է նրան անօգնական։ Նա ցավի եւ տարապանքի մեջ է, բայց Աստված հեռացնելու է այս ռուսկը։ Եկեք պատրաստվենք դրան։ Քանիստ եք ինձ հետ հավատում այս երեկո։ Այս տղան հավատք ունի։ Երեք երեկոյան Աստված բժշկեց մի մարդու, որ ավելի վատ դրության մեջ էր, եւ մենք անգամ չէինք աղոթել իր համար։ Աստծո զորությունը կպավ իրեն։ Նա մահանում էր քաղցկեղից եւ Աստված բժշկեց նրան։ Մի մարդ, որի համար հնարավոր չէր քայլել, բայց նա վազում էր այս վրանի մեջ լցված ուրախությամբ։ Աստված բժշկելու է։ Նա մեծ Աստված է։ Հայր, դու կարող ես վերցնել այս մարդու ողնաշարի վրայից այս ուռուցքը։
Դուք կարող ես հեռացնել այս ուռուցքը, որը սեղմել է այս մարդու ողնաշարի ներվը։ Հիսուսի ներողություն շրջեք նրան, որ կարողանամ ձեռք դնել։ Հիսուս Քրիստոսի անունով անիծյալ լինի ողնաշարի վրայի այս ուռուցքը, թող նա անիծվի Հիսուսի անունով։ Ես հրամայում եմ, որ այն մեռնի եւ հեռանա Հիսուսի անունով։ Աստված իմ, բժշկիր իրեն հիմա, քո զորությամբ, Աստված իմ, քո փառքի համար վերցրու այս ցավը, հպվիր իրեն քո աստվածային զորությամբ։ For your glory. Take the pain from these limbs. Touch him by your divine power. Let him run. Թող նա վազի ինչպես մի ծեր մարգարե, թող նա վազի ինչպես Եղիան, Հիսուսի անունով, բժշկիր նրան, թող նա քայլի, բժշկիր իրեն այս երեկո աստվածային զորությամբ, Հիսուսի անունով, Աստված իմ, Հիսուսի անունով։ Ես ասում եմ, որ Աստված կհեռացնի այդ ուռուցքը։ Դուք որ տեսաք այս ծառայությունը, այսօր էլ այսպիսի ծառայությունների կարիք կա։ Այս կարող է նորից լինել, եթե մենք քայլենք այդ ուղղությամբ եւ սկսենք շարժվել եւ վճարենք պահանջվող գինը։ Որն է հոգեվոր զորության գինը, որն է հրաշքներ գործող զորության գինը։ Ալենը գրանցել էր իր վճարած գինը, բայց կարծում եմ կան անհատական գներ, որ ոչ ոք չգիտե բացի քեզանից եւ Աստծուց։ Դուք կգտնեք դրանք եւ կիմանաք ինչեր են դրանք։ Դուք կարող եք ասել եւ լուծել դրանք ձեր կյանքում։ Վերապատվելի Ալենը մահացավ 1970 թվականին, նա մահացավ Սան Ֆրանցիսկոյում լյարդի ցերոզից։ Վերապատվելի Ալենի մահը առաջացրեց հակասություններ։ Ուզում եմ որոշ բան բացատրել ձեզ այստեղ։ Վերապատվելի Ալենը նաև կառուցեց մի քաղաք Արիզոնում, որը կոչվում է հրաշքների արահետ։ Նա ուներ մեծ եկեղեցի 4000 նստատեղերով, ուներ Աստվածաշնչի դպրոց, ուներ հեռուստատեսային ծրագիր։ Ես հաճախ եմ նկատել մի բան ծառայողների կյանքում, երբ նրանք գերլարվածության մեջ են։ Ալենը այն մարդկանցից էր, որ աշխատում ու աշխատում էր։ Երբ դուք աշխատում եք, դուք սկսում եք վնասել ձեր մարմինը, եւ երբ մեղանչում եք ձեր մարմնի դեմ, դուք ընկնում եք էմոցիոնալ խնդիրների մեջ եւ չեք կարողանում ճիշտ կողմնորոշվել։ Ալենը ընկավ ստրեսների եւ լարվածությունների մեջ։ Նրա կինը լքեց իրեն եւ իր հետ աշխատողներն ընկան մեծ խնդիրների մեջ։ Նա մահացավ լյարդի ցերոզից որպես ալկոհոլիկ։ Նա չպետք է մահանար այդպես։ Նա ուներ շատ լավ տարիներ, որ կարող էր ծառայել, բայց ինչու մի մարդ, որ ուներ այսպիսի մեծ հրաշքների ծառայություն մահացավ այդպես։ Նա միակը չէ, բայց ինչու Ալենը այդպես մահացավ։ Ես հավատում եմ մեկ բանի, երբ ծառայության ստրեսները բռնեցին նրան, հեռացրին իրեն աղոթքի կյանքից եւ 12 կետերից, որոնք ինքը պետք է պահեր։ Այդ հեռացրեց իրեն խոսքից, նա շրջապատվեց սխալ մարդկանցով եւ այդ սկսեց ուժասպառ անել իրեն։ Դուք ազատագրվեցիք կապանքից, երբ վերստին ծնվեցիք։ Ալենը դուրս էր եկել ալկոհոլիկ ընտանիքից, նա մի անձ էր, որ խմում էր, բայց նա ազատագրվել էր եւ ամբողջը մի կողմ էր դրել։ Բայց երբ տկարանում եք, այդ դևը, այդ ոգին ետ է վերադառնում եւ հեռացնում է քեզ մի կողմ։ Ես գիտեմ մի սպասավորի, որը ազատագրվել էր հոմոսեքսուալիզմից։ Նա ուներ մեծ ծառայություն, բայց նա տկարացավ եւ նորից վերադարձավ իր հին կյանքին։ Մենք աղոթում ենք, որ Աստված վերականգնի նրան, բայց տեսնում եք, որտեղից որ դուք դուրս եք եկել, միգուցե դուք էլ եք եղել նմանատիպ մեղքերի մեջ, ալկոհոլիզմի մեջ կամ սեռական մեղքերի մեջ, դրանք կարող են հափշտակել ձեզ։ Եթե դու չպահես քեզ ուժեղ, համարձակ եւ Աստծո իշխանության մեջ, չունենաս ճիշտ մարդիկ քո կողքին, ապա այդ քեզ կհափշտակի եւ ետ կտանի։
Շատերը այս մարդկանցից, որոնք արել են սխալներ, պատճառը նրանց տկար աճելու մեջ է եղել։ Վերապատվելի Ալենը ամենահիմնականներից մեկն էր, որ աճել էր տկար։ Չէր պահել այդ 12 կետերը։ Նա չմնաց աղոթքի եւ խոսքի մեջ։ Նա չուներ իրեն կողքին ճիշտ մարդիկ։ Համոզվիր, արդյոք ճիշտ մարդիկ են քո շուրջ բոլորը։ Երկրորդ պատճառը, թե ինչու Ալեն ունեցավ խնդիրներ իր ծառայության վերջին ժամանակահատվածում, դա իր վիրավորվածություններն ու վերքերն էին։ Նա սկսել էր իր ծառայության վերջին ժամանակում հավատալ, որ նա ամենամեծ հալածվածն է եղել որպես սպասավոր։ Նա ունեցել է շատ խնդիր Աստծո ասամբլեա կազմակերպության հետ։ Նա սկսեց փոխհատուցել։ Երբեք մի փոխհատուցեք։ Շարունակեք Հիսուս քարոզել։ Շարունակեք քարոզել ավետարանը, աղոթել հիվանդների վրա եւ փրկել հոգիները։ Ես հավատում եմ, որ ստրեսները եւ ուրիշ հիմնական ֆակտորներ ներգործեցին իր ընտանիքի եւ ծառայության վրա։ Իմ տատիկս լինելով նրա ժողովներից մեկում պատմում էր, որ նա դուրս էր եկել քարոզի հարբած վիճակում։ Հագնված է եղել շատ տարօրինակ եւ ասել է, որ ինքը Սուրբ Հոգով հարբած է, բայց իրականում եղել է ֆիզիկապես հարբած։ Սրանք տխուր պատմություններ են, բայց մենք չենք անվանում նրան որպես վատ սպասավոր։ Մենք կարող ենք վերցնել լավ բաները եւ հասկանալ, թե ինչ կատարվեց։ Ստրեսները եւ լարվածությունները, չհանգստանալը, չաղոթելը եւ չկարդալը պատճառ կդառնան դևերի համար ներխուժելու ձեր կյանքի մեջ։ Դևերը փախչում են ուժեղությունից, փախչում են իշխանությունից։ Եթե դուք ապրելու եք ուժեղ եւ իշխանական կյանք, դուք երբեք չեք մեղանչի, դուք երբեք ետ չեք դառնա այն հնին, որտեղից դուրս եկաք։ Որոշ լավ բաներ մենք կարող ենք սովորել Ալենից։ Առաջին, նա գիտեր ինչպես ստեղծել մթնոլորտ հրաշքների համար։ Երկրորդ, նա գիտեր ինչպես գործածել երաժշտությունը ճիշտ ձևով։ Երրորդ, նա գիտեր քարոզել մարգարեական ձևով, որը բերում էր ուժեղություն։ Նա գիտեր ինչպես արձակել պարգևները եւ ծառայողներին։ Ես ուրախ եմ, որ ունեմ իր գրքերից ուսումնասիրելու համար։ Ես գնահատում եմ վերապատվելի Ալենի ծառայությունը։ Դուք նույնպես պետք է գնահատեք։ Կան շատ սխալներ իր կյանքում, բայց եթե դուք առանց մեղքի եք, գցեք առաջին քարը։ Երբեմն դևերը ուզում են որոշ մարդկանց մեղքեր հրապարակայնացնել, բայց ես ուզում եմ կանգնել եւ պաշտպանել Ալենին։ Ուզում եմ ասել, որ նա Աստծո մարդ էր։ Մենք կարող ենք սովորել իրենից։ Նա արել է մեծ հրաշքներ եւ մեզ կոչ է արել ունենալու նույնատիպ հրաշքներ, բայց տեղյակ եղիր թակարդներից։ Տեղյակ եղիր, թե ինչն է ուզում կողոպտել քո սիրտը։ Մի եղիր ինչպես Սամսոնը, որը մեկ օր արթնացավ եւ տեսավ, որ իր վրայի ուժը հեռացել է։ Եղիր ուժեղ հոգով եւ քայլիր քո օրվա ուծության մեջ։ Նոր սկիզբը եկել է։ Եթե դու ուժեղ ես եւ հավատում ես Աստծուն, հրաշքները կգան։ Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների մեջ դուք կաճեք ձեր կյանքում եւ ծառայության մեջ։ If you'd like more information on the lives of these men and women of God, just write Roberts Lairdin Ministries, P.O. Box 23238, Minneapolis, Minnesota 55423, or call 612-927-4455. Roberts Lairdin Ministries. Ռոբերտ Լայրդենի ծառայությունը ներկայացնում է բժշկող ավետարանիչները։ Այս ուսուցման ժամանակ մենք կուսումնասիրենք այն զորավոր տղամարդկանց եւ կանանց կյանքը, ովքեր ներգրավել են բժշկության ծառայության մեջ։ Թող նա վազի ձեր մարգարեի նման, Տեր, թող նա վազի Եղիայի նման Հիսուսի անունով։ Տեր, թող նա քայլի։ Նախքան համբարձվելը Հիսուս իր վերջին գործով լիարժեք ապահովեց, որ ես եւ դուք ոչ մի դեպքում երբեք չպարտվենք։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմնի մի մասնիկն եք, ապա պարտություն չպետք է ունենաք եւ ոչ մի միավոր։ Մատթեոսի գիրքն ասում է. Ահա ես ձեզ խրկում եմ ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք եւ աղավնիների պես միամիտ, եւ երբ կգնաք քարոզեցեք եւ ասացեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է, բժշկեցեք հիվանդներին, մաքրեցեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին եւ դևեր հանեցեք, ձերի ստացել եք, ձերի էլ տվեք։ Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքում եւ ծառայության մեջ։ Եվ ահա ձեր հյուրը Ռոբերտ Լայրդենը։
like to welcome you to our last lesson here. Today we're going to be Ես ձեզ ողջունում եմ մեր վերջին դասին։ We're going to be bringing Այս տարիների ընթացքում, որ ես ուսումնասիրել եմ Աստծո այս մեծ մարդկանց կյանքը, դրանք ընդամենը մի քանիսն էին։ Մենք մեր առաջին դասին ձեզ ներկայացրինք Ջոն Ալեքսանդր Դովին։ Մենք անցանք ամբողջ ճանապարհով ներկայացնելով նաև Կատրին Կուլմանին։ Մենք ընդգրկեցինք 130 տարիների եկեղեցու պատմությունը հասկանալու համար, որ կային այդ ժամանակահատվածում ուրիշ մեծ տղամարդիկ եւ կանայք։ Ես ընտրել եմ այս մարդկանց, որովհետեւ նրանք եղել են մարդիկ, որոնք քայլել են գերբնականի մեջ, մարդիկ, որոնք գործել են հոգեվոր աշխարհում, մարդիկ, ովքեր օգնել են մարդկանց, որոնց կյանքում Աստված ներդրել է ժամանակ, զորություն եւ տվել է պարգևներ։ Մենք տեսանք նրանցից շատերի բարձրանալը եւ անկումը, լսեցինք պատմություններ, որ Աստված արել է նրանց միջոցով։ Մենք սպասում ենք նոր սերնդի, նոր եկեղեցու, նոր շրջանի, երբ Աստված վեր է բարձրացնելու նոր շունչ, մի նոր մարդկանց եւ կանանց խումբ, որոնց Աստված գործածելու է բժշկության զորությամբ։ Ամեն սերունդ պատասխանատու է տվյալ սերնդին։ Ես պատասխանատու եմ իմ սերնդին, դուք ձեր սերնդին։ Այդ մարդիկ պատասխանատու են իրենց սերնդին։ Նրանք արեցին այն, ինչ նրանք գիտեին անել։ Ոմանք սխալներ գործեցին, ոմանք ձախողվեցին, բայց Աստված գործածեց նրանց աշխարհին փրկելու համար, բերելու բժշկություն վիրավորված սրտերին։ Մենք սկսեցինք անել այս ծառայությունները եւ Աստված սկսեց արձակել երկրի վրա նոր մարդիկ, նոր օծություն, նոր սպասավորության խումբ առաջ եկավ Քրիստոսի մարմնի մեջ։ Երիտասարդների խոսքը դարձավ լսելի։ Տղամարդիկ եւ կանայք կարիք ունեն այս հասկանալու, որ երբ նրանք վերցնեն իրենց դիրքը, իրենց կոչումը Աստծո թագավորության մեջ, չպետք է անեն այն նույն սխալները, որն արեցին մեր նախնիները։ Այստեղ եղել են հիմար սխալներ։ Սատանայի բարձր ստրատեգիան հարվածել է նրանց իրենց կյանքի եւ ծառայության ամենակրիտիկական ժամանակահատվածում, բայց Աստված ծրագիր ունի եւ նրա ծրագրերը միշտ բարի են։ Սատանան ունի Աստծուն հակառակ իր ծրագիրը, քանդելու ձեզ ամբողջությամբ եւ դարձնելու ամենահիմարները, բայց Աստված իր զորությամբ եւ իմաստությամբ փրկելու է շատերիդ կոչումը եւ պարգևները։ Մինչ ես առաջ կանցնեմ, ուզում եմ մի քանի պատմություններ ներկայացնել Աստվածաշնչից։ Սամսոն անունով մի մարդ կար։ Նրա մասին գրված է Դատավորաց գրքի 16-րդ գլխի 16-րդ խոսքում։ Այստեղ Դալիլան ամեն օր գալիս էր Սամսոնին ճնշելու իր խոսքով, մինչև Սամսոնը տրվեց, պատրվեց ու խճճվեց եւ չգիտեր ինչ անել։ Սամսոնի պրոբլեմը նման է այս մարդկանց պրոբլեմներին, մեր ապագա պրոբլեմներին։ Մենք պետք է սովորենք լուծել պրոբլեմները արթնության եւ օծության ժամանակ։ Մեկ օր կլինի, որ մարդիկ կնայեն այս արթնության այն ձևով, ինչպես մենք ենք նայում։ Մենք կուզենայինք, որ նրանք ընդունակ լինեն ասելու. «Հեյ, այս սերունդը, այս մարդկանց խումբը, այս երիտասարդ մարդիկ եւ կանայք եղան ամենահաջողակները սովորելով այս ամենը»։ Այս կլինի ամենամեծ վկայությունը գրվելով պատմության մեջ, որ այն սերունդը, որին մենք դիտում ենք հիմա, ամենահաջողակ, ամենաօծված, ամենաիրական մարդիկ են, որոնք սիրում են Աստծուն եւ արեցին լավագույնը, ինչ գիտեին անել։ Նրանք ապաշխարում եւ ներողություն են խնդրում, երբ սխալ են, բայց նրանք կանգնած են համարձակ եւ ուժեղ, երբ ճիշտ են։ Սամսոնը մարդ էր, որ չուներ ներքին ուժեղ մարդ։ Մեր առաջին կետը, որ կարող ենք ամփոփել, դա մեր ուսումնասիրելն է այս մեծ մարդկանց կյանքը, իմանալու թե ինչու մարդ կարող է ունենալ այսպիսի մեծ հրաշքներ, մեծ զորություն, բայց կարող է ընկնել սեռական մեղքի մեջ, հպարտության, ագահության ծուղակի մեջ եւ իր ընտանիքի կորստի պատճառ դառնալ։ Ես գիտեմ 1987-88 թվերին կային շատերը, որոնք անկում ապրեցին եւ զարմանքի մեջ գցեցին ոչ միայն եկեղեցուն, այլև ամբողջ աշխարհին։ Անվստահություն եկավ շատ մարդկանց եւ եկեղեցիների մեջ։ Նրանք չգիտեին ինչ անել եւ ում վստահել, բայց կա մի անուն, որին կարող եք հավատալ, դա Հիսուս Քրիստոսն է։ Հիմա նոր սերունդ է գալիս, որն ավելի առողջ է, մաքուր, զորավոր եւ ուղղված։ Նրանք նման չեն լինի հրթիռին, որը արագ թռչում է, պայթում ու անհայտանում։ Եվ մենք մտածում ենք, թե ինչ կատարվեց նրանց հետ, կամ էլ ընկան սեռական մեղքի մեջ։ Մենք Սամսոնների կարիք այլևս
այլևս չունենք։ Սամսոնը մի մարդ էր, որ բացեց իր գաղտնիքները եւ վաճառեց իրեն։ Նա չէր կարողանում կառավարել իր սեռական զգացումները։ Նա նստում էր մի կնոջ ոտքերի տակ եւ բացում իր զորության գաղտնիքը։ Մի առավոտ նա արթնացավ եւ հայտնաբերեց, որ իր զորությունը հեռացել է իրենից։ Սամսոնը իր կյանքի մնացած ժամանակը ապրեց ջրաղացի շուրջը, անելով բաներ, որոնց նա արժան չէր որպես Աստծո օթյալ մարդ։ Նա ծնվեց ճիշտ ժամանակին, բայց մեռավ չունենալով ավելի կենսագրություն դատավորած գրքում։ Ես հավատում եմ, որ նա կարող էր սովորել ոչ ասել Դալիլային, սովորել ինչպես մերժել նրան, ունենալ մեծ եւ ուժեղ ներքին մարդ։ Դուք որ դիտում եք, լսեք ինձ։ Դուք պետք է հասկանաք, որ հաջողության ամենահիմնական գաղտնիքներից մեկը Աստծո թագավորության մեջ ոչ թե ինչպիսի լավ ճանաչում ունի ձեր անունը, թե քանի գրքեր եք գրել, թե որքան փող ունեք, թե քանի մարդ են գալիս ձեզ տեսնելու, այլ գաղտնիքը ձեր ներքին մարդու զորացման մեջ է։ Այս մարդիկ ունեին կոչում եւ պարգև, ինչպես Սամսոնը։ Երբ օծությունը իջնում էր Սամսոնի վրա, նա բռնում էր քաղաքի դարպասները եւ քանդում էր հիմքից։ Նա ամբողջ բանակի հոգը իր վրա էր վերցնում, մինչդեռ նա մեռավ Դալիլայի ոտքերի տակ։ Ինչպես կարող է մի մարդ լինել այդքան ուժեղ եւ օծված, սակայն մեռնել կնոջ ոտքերի տակ։ Մի կին սպանեց Աստծո բանակի գեներալին, մի կին քանդեց ամբողջ ծառայությունը։ Եթե մենք չսովորենք այս մարդկանցից, շատ հավանական է, որ դուք էլ անեք նույն սխալը։ Դուք պետք է հասկանաք, որ պահանջվում է ուժ կանգնելու ուղիղ, կանգնել առողջ, մերժել այն, ինչ ճիշտ չէ։ Հեշտ է ասել այո, բայց ավելի ուժ է պահանջվում ասել ոչ։ Եթե Սամսոնը ունենար ներքին ուժ, Աստծո հետ իր անձնական հարաբերությամբ, անկում չեր ունենա։ Նա չուներ փոխհարաբերություն Աստծո հետ իր սրտով։ Նա ուներ ուժ, պարգև, օծություն եւ զորություն, որն Աստված էր տվել իրեն։ Մենք կարդում ենք Հռոմեացիների մեջ, որ Աստծո պարգևները եւ կոչումը գալիս է մեր ապաշխարությամբ։ Սրա համար է, որ պարգևները եւ կոչումը շարունակում են գործել, երբ մարդը մեղքի մեջ է, բայց ժամանակներ կգան, երբ դուք հաշիվ կտաք եւ կհնձեք այն, ինչ ցանել եք, որտեղ Աստված հաշվի կնստի ձեր սխալների հետ։ Դուք երբեք չպետք է լինեք այն վիճակում, որի մեջ հայտնվեց Սամսոնը։ Դուք կարող եք փրկվել եւ ապրել ինչպես Հովսեփը, երկրորդ մարդը, որի մասին ես ուզում եմ խոսել։ Դուք կարող եք համեմատել Սամսոնին եւ Հովսեփին։ Այս երկուսն էլ իրենց կյանքում ունեցել են կին, որոնք փորձեր են գրավել։ Հովսեփին գայթակղեցնող կինը դա իր տիրոջ պետապրեսի կինն էր։ Նա սիրեց Հովսեփին եւ ցանկանում էր նրան։ Այդ գթության կամ հոգեվոր սեր չէ, բայց Հովսեփը գիտեր, որ Աստված օրհնել է իրեն։ Նա կանգնած մնաց տիրոջ կողքին եւ ուներ ճիշտ փոխհարաբերություն Աստծո հետ։ Նա ոչ ասաց այդ կնոջ եւ հայտնվեց բանտում։ Իր կյանքի վերջում ճշմարտությունը հայտնվեց եւ ճշմարտությունը միշտ հաղթում է ստին։ Եթե դուք կանգնած եք Աստծո խոսքի վրա, եթե կանգնած մնաք, այդտեղ դժոխքը դուրս կգա ձեզ հակառակ։ Երբ բոլոր մարդիկ ստում են ձեր դեմ, ինչպես ստեցին Հովսեփի դեմ, դուք դուրս կգաք եւ կլինեք առաջնորդ, դուք կգոյատևեք եւ նրանք կխոնարհվեն ձեր առաջ ասելով, ինչպես մենք էլ ունենանք փոխհարաբերություն Աստծո հետ, ինչպիսին դու ունես։ Աշխարհի վրա կան դեռևս շատ Սամսոններ։ 1988 թվականին շատ քչերն էին Հովսեփի նման վարվում։ Սա է պատճառը, որ այս սեսիաները մենք անում ենք ցանկանալով ցույց տալ մարդկանց, որոնց դուք կարող եք հասկանալ։ Ձեզանից ոմանք տեսան, լսեցին, եւ ես հույսով եմ, որ այս մարդիկ ճիշտ ազդեցություն կթողեն ձեր կյանքի վրա վախենալու Աստծուց, որպեսզի արագ չլինեք հպարտանալու մեջ մտածելով, որ դուք եք հաջորդ ինչ-որ մեկը, այլ լինեք մեկը, որը խոնարհությամբ կքայլի Աստծո առաջ, տալով փառքը ու պատիվը, եւ դուք կգոյատևեք մինչեւ վերջին արթնությունը, որ աշխարհը տեսնելու է։ Երկրորդ կետը դա սեռական ցանկությունն է յուրաքանչյուր մարդու համար, որի մասին պետք է բացատրել մարդկանց եւ ասել, որ այն հանդիսացել է շատերի կյանքի եւ ծառայության անկման պատճառ։ Ինչ է կատարվել 80-ական թվականներին։ Այն բացատրելու համար վերադառնանք Սամսոնի կյանքին։ Նրա անկման պատճառը եղել է այն, որ նա չուներ սեռական ցանկության վերահսկում։ Նրա ծնողներն ասում էին. Սամսոն, ինչու ճիշտ ցեղի աղջիկ չես ընտրում քեզ համար։ Ինչու ես միշտ ուրիշ ցեղի գնում, որոնք նման չեն մեզ, չունեն նույն հոգին։ Այս շատ կարևոր է։ Եթե դու կանչված ես ծառայության եւ ամուսնացած չես, լավ է որ դու ուշադիր լինես, թե ում հետ ես ամուսնանալու։ Այսօր կան մարդիկ, որոնք եկեղեցում պետք է լինեին այլ դիրքում, բայց քանի որ ճիշտ անձի հետ ամուսնացած չեն, նրանք ճիշտ տեղում չեն Աստծո թագավորության մեջ։ Նրանք ճիշտ կառավարության մեջ չեն, իրենց
իրենց սխալ ընտրության պատճառով։ Նրանք ապրում են շատ ճնշված եւ մտահոգված կյանքով։ Նրանցից ոմանք գիտեն, որ երբեք ընդունակ չեն լինի ունենալ այն, ինչ Աստված սկզբից նախատեսել էր իրենց համար։ Այն, ինչի մեջ Աստված կանչել է ձեզանից ոմանց, այդ չի իրականացվել, որովհետեւ դուք կյանքում արել եք սխալ որոշումներ։ Մենք ապրում ենք վերջին օրերում։ Աստված չունի ավելորդ տարիներ եւ ամիսներ մարդու ուղղությունը փոխելու համար։ Մեզանից ոմանք ունեն մեկ հնարավորություն։ Եթե մենք չվերցնենք այս հնարավորությունը եւ ապրենք ճիշտ ձևով, ապա Աստված կընտրի աշխարհից մեկ ուրիշին եւ կգործածի նրան։ Around the courses of mankind to help you have a re-entrance into the earth. Some of us have one chance because of the time that we live in. And if we don't take that chance and live right and go right through that door then God has to remove it and go to someplace else or go to somebody else and bring them into the earth and use them for that call and that destiny. Կատրին Կուլմանը մի կին էր, որին Աստված տվեց երկրորդ հնարավորությունը։ Նա ապաշխարեց եւ եկավ մի ժամանակ, որ Աստված ասաց. «Այո, մենք ետ կբերենք Տիկին Կուլմանին, մենք կվերականգնենք նրան որպես հրաշքների ծառա»։ Եվ մեզանից շատերը օրհնվեցին նրա ծառայությամբ։ Մինչդեռ նա անցավ ամուսնալուծության միջով, որը չպետք է լիներ։ Որքան մարդ է ինձ դիտում այսօր եւ որքանն են ամուսնալուծվում։ Ես ուզում եմ քաջալերել քեզ, հավատք ունեցիր, որ քո ամուսնությունը չի ձախողվի եւ անկում չի ապրի։ Մի քանի օր առաջ մի նամակ ստացա իմ ընկերոջից, որն ասում էր. «Ձախողվեցի եւ պետք է ամուսնալուծվեմ»։ Նա զգացել էր, որ Աստված բացակայում է իր ամուսնական կյանքից։ Բարի, եթե դու կարիք ունես Աստծո հրաշքին, իմացիր, Աստված դեռևս իր հրաշագործության մեջ է։ Նա կարող է փոխել այդ իրավիճակը։ Կլինեն մարդիկ, ովքեր չեն հասնի բարձրունքին իրենց կատարած սխալի պատճառով, չնայած որ Աստված կարող է օրհնել եւ գործածել ձեզ։ Միգուցե դուք ասեք, ես դատապարտված եմ զգում ինձ, բայց պետք է հասկանաք, որ մենք չենք կարող գնալ մեր անձնական ցանկությունների հետևից, ինչպես Սամսոնը։ Երբ մենք հասկանանք մեր աստվածային կոչումը, մենք պետք է նվիրվենք եւ հնազանդվենք։ Աստված չի ցանկանում, որ դու անցկացնես 6 ամիս անելով այն, ինչ դու ցանկանում ես, իսկ 7-րդ ամսում որոշես դառնալ հոգևոր։ Այդպես հնարավոր չէ։ Աստծո կոչը քեզ համար կյանք է եւ դու պետք է ապրես աստվածային ձևով քո ողջ կյանքում։ Ապրիր ազդեցության, իշխանության, գթության եւ անգամ հոգևոր ստրեսների ներքո, որպեսզի ընդունակ լինես օգնելու մարդկանց գտնելու Հիսուսին։ Հոգևոր ստրեսները վտանգավոր բաներ չեն։ Այն քեզ կօգնի գիտակցել, որ կա մի աշխարհ, որը Հիսուսի կարիքն ունի։ Սեռական կիրքը ամեն մարդու համար պետք է հասկանալի լինի։ Դուք պետք է հետևեք ձեզ, թե ում հետ եք հանդիպում եւ ինչ եք անում։ Դուք պետք է քննեք, թե ինչպես եք նայում մարդկանց։ Ես եղել եմ հովական ուսուցումների մեջ, որտեղ հովիվները նայել են կանանց սխալ ձևով։ Կհարցնեք, թե ինչպես այդ գիտես։ Այդ դժվար չէ տեսնելու համար եւ երկար ժամանակ չի պահանջվում լսելու արտահայտություններ, որոնք դուրս են գալի սրտի ավելցուկից եւ դրվում գործողության մեջ։ Այսօր կան մարդիկ, ովքեր կապված են սեռական դևերով եւ դրդված լինելով դևերից կատարում են պոռնկություն, շնություն։ Դուք կարիք ունեք ինչ-որ մեկի, երբեք մի ամաչեք գնալու որևէ մեկի մոտ, որին Աստված մեծ օծություն է տվել։ Դուք գիտես, որ նա կարող է օգնել քեզ։ Մի ամաչիր ասել. «Ես պրոբլեմ ունեմ այս հարցում», որովհետև եթե չանես, այդ պատճառ կլինի քո անկմանը։ Եթե այս մարդկանցից ոմանք, որոնց կյանքը մենք ուսումնասիրեցինք, խնդրեին օգնություն, եթե ինձ լսող մարդկանցից գնան ինչ-որ մեկի մոտ եւ ասեն. «Ես օգնության կարիք ունեմ, ես պրոբլեմ ունեմ իմ սեռական կյանքում, այդ ինձ գրգռում է անելու մեղքեր, դևերը ինձ տանջում են», եւ ինչ-որ մեկը կարողանա ձեռք դնել եւ ազատել նրանց, ապա այլևս անկում չի լինի։ Ասեմ ձեզ, մենք պետք է ծառայություն անենք ծառայողներին։
Եթե ձեզանից որևէ մեկը գա իմ ժողովներին, ես կաղոթեմ քեզ համար, կհեռացնեմ դևին եւ կօգնեմ քեզ զոհվելու։ Աստված ուզում է պաշտպանել մարդկանց կոչումը եւ պարգևը։ Եթե դուք պահպանեք պարգևը, ապա դուք կփրկեք հոգիները։ Աստծո կոչը նա է, որ փրկվեն մարդիկ, եւ եթե մենք կորցնենք մեր կոչումը եւ պարգևը, ապա մենք կկորցնենք մարդկանց։ Ժամանակն է սովորելու մեր կյանքում պահել Աստծո կոչումը եւ պարգևը։ Երրորդ կետը, որ ուզում եմ բացահայտել այս սեսիայի վերջում, դա փողի իրողության մասին է։ Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է տանք, աջակցենք եւ ապահովենք ծառայողների ֆիզիկական կարիքները։ Բայց առաջին հերթին ուզում եմ խոսքս ուղղել նրանց, ովքեր ծառայության մեջ են։ Կան այնպիսիները, որոնք ուզում են առևանգել Աստծո շարժը, փորձելով գործածել այն եսասիրական եւ շահադիտական նպատակներով։ Եթե այդպիսի անձ ես, ապաշխարիր եւ ուղղվիր, պաշտպանելով քո ծառայությունը։ Եկեղեցում փողի մասին խոսելու այսօր էլ կարիք կա։ Ինչպես էին գործում ծառայությունները, երբ չկային գումարների փոստային առաքումները։ Ինչպես էին գոյատևում, երբ չկային այս բաները։ Ես չեմ ասում, որ փոստային առաքումները կամ մարդկանց կարիքների մասին ներկայացնելը սխալ է, բայց ուզում եմ ասել, որ բնականում եւ հոգեվորության մեջ կա մի գիծ։ Եթե դուք անցնեք եւ մտնեք ագահության իրականության մեջ, դևը հափշտակելու է ձեր սիրտը, հետո մանևրելով ձեզ վիրավորելու է մարդկանց։ Երբեմն դուք անում եք չհասկանալով, բայց հույսով եմ, այնինչ ուսուցանում եմ կօգնի ձեզ հասկանալու, որ դուք այդպես չպետք է լինեք։ Դուք կհասկանաք, որ ձեր օծությունն ու պարգևը կվճարի եւ կապահովի ձեզ։ Ես գիտեմ, որ ես իմ կյանքում եւ ծառայության մեջ նրանցից չեմ, որոնք վազում են փողի հետևից։ Ես հավատում եմ աղոթքին։ Ես հավատում եմ, Աստված, որ ստեղծեց երկիրն ու երկինքը, կարող է շարժել այն ապահովելու ձեզ։ Եթե հավատում եք Աստծուն եւ գործում եք տալու եւ ընդունելու օրենքով, ապա Աստված կապահովի ձեզ։ Եվս որոշ բաներ փողի հետ կապված, դա այն է, որ շատ մարդիկ Տիրոջ գործի համար երբեք գումար չեն տալիս։ Այսպիսիներին կարիք կա ուսուցանելու, որ բարգավաճումը Աստծո կամքն է եւ այն գործում է, երբ նրանք դրամ են տալիս Տիրոջ գործի համար։ Միևնույն ժամանակ նրանք պետք է զգույշ լինեն չընկնելու ագահության գիրկը։ Իմ չորրորդ կետը հանգիստն է։ Ստրեսները եւ լարվածությունները կստիպեն ձեզ անելու այնպիսի բաներ, որ դուք երբեք չեք անի։ Դուք կքարոզեք բաներ, որ երբեք մտադրված չեք եղել քարոզելու։ Ինչու՞։ Որովհետև մարմնի ստրեսները եւ լարվածությունները կարող են հասցնել ձեզ այդ վիճակին։ Ձեզանից ոմանք կան, որ արդեն բավական երկար ժամանակ է ապրում են Աստծո հետ, եւ վերջին օրերի մեջ Աստված ուղարկելու է նրանց ամբողջ աշխարհով մեկ։ Բայց ձեզանից ոմանք լավ է, որ հանգստացնեն իրենց մտքերը, մարմինները, նորոգեն իրենց ներքին մարդը։ Դուք կորցնում եք ձեր ուժը ամեն ժողովից հետո, եւ դուք նորից կարիք ունեք սնվելու հոգուց, աղոթքով ուժեղանալու։ Լսեք ինձ, լավ է ձեզ ուժեղանալ եւ ոչ թե տկարանալ։ Այսօր այն օրն է, երբ մենք չենք կռվում ինչ-որ փոքր դևիկների դեմ, մենք պատերազմում ենք դևերի հետ, որոնք գիտեն, թե ինչ են անում, եւ միայն հոգեվոր ուժեղությունը կարող է առաջնորդել եւ հաջողակ դարձնել։ Տերը նոր խոսեց ինձ հետ, որ ես ետ վերադառնամ իմ երրորդ կետին, որովհետեւ ես բաց թողեցի կարևոր մի բան։ Նա ասում է, որ ես խոսեմ փողի պարտքի մասին։ Աստվածաշունչն ասում է, ոչինչ պարտք մի արա մարդուց։ Մենք պետք է զգույշ լինենք, որ մեր պարտքը չմղի մեզ փոխզիջման գնալ կոչման մեջ։ Ես դեմ չեմ փոխառություններին, բայց հավատում եմ, որ դուք ունեք բավարար ազնվություն այն ետ վերադարձնելու։ Այսօր կան մարդիկ, ովքեր կառուցում եւ անում են բաներ, որ Աստված երբեք չի կոչել նրանց անելու այդ։ Որոշ մարդկանց պարտքի մեջ ընկնելու պատճառն այն է, որ Աստված չի նախատեսել այդ ծրագիրը։ Մենք կարիք ունենք հասկանալու այս։ Կան որոշ բաներ, որ Աստված երբեք չի ասել, որ պետք է արվի։ Կանգ առ, ապաշխարի եւ ուղղվիր, միևնույն է, չես հաջողի։ Ես գիտեմ, կան շատ մարդիկ, որ ասում են, դու կարող ես այս անել, դու կարող ես, բայց հարցրու ինքդ քեզ, արդյոք Աստված է ասել այդ, թե ոչ։ Կարիքը դա դեռևս կոչում չէ, եթե պատճառներ կան, որոնք դրդում են քեզ գործածել փող, դա չի նշանակում, որ դու պետք է գործածես։ Մնա այնտեղ, որտեղ դու կանչված ես, մնա այն դիրքում, որտեղ Աստված կանչել է քեզ։ Իմ 5-րդ կետը այսօր այն է, որ ծառայողները զգույշ լինեն կրոնից, քաղաքական ձևերից։ Կան շատ ծառայողներ, որոնք կարիք ունեն տեղյակ
տեղյակ լինելու 4-րդ մարդասպանից։ Մենք նշեցինք առաջին 3-ը. փողը, սեքսը եւ հպարտությունը։ Ես հավատում եմ, որ 4-րդ մարդասպանը դա կրոնական քաղաքականությունն է։ Ես չեմ խոսում կառավարության մասին, ես խոսում եմ քաղաքական ձևերի մասին։ Օրինակ, թույլ տվեք քարոզեմ ձեր եկեղեցում, տալով ինձ այսքան գումար, եւ ես կանեմ հետեւյալը. կծանոթացնեմ քեզ այս մարդու հետ։ Կամ էլ նրանք կտան ձեզ կեղծ բեմ։ Քաղաքական ոգիները ձեզ կդրթեն դուրս գալ մարդկանց առաջ։ Աստված չի ուզում, որ դու հաճեցնես ինչ որ մարդու, եւ երբ դուք հաճեցնում եք մարդու, այդ նշանակում է, որ ցանկացած պահ մարդը կարող է վերցնել քեզանից քո իշխանությունը, քո բեմը, քո դիրքը երկրի վրա, որովհետեւ Աստված չի տվել քեզ, այլ մարդը։ Դուք կարիք ունեք հասկանալու, որ քաղաքական ձևերը Աստծո թագավորության մեջ ճիշտ չեն։ Եթե հասկանում եք, ապա դուք պետք է ետ կանգնեք։ Հիշեք, Աստծո պարգևը ձեզ համար տեղ կպատրաստի եւ կապահովի անելու այն, ինչ Աստված է կոչել ձեզ անելու։ Օծությունը ունի ընդունակություն ապահովելու ձեր գումարները, մարդիկ եւ ժողովատեղը։ Դուք պետք է սովորեք հավատալ եւ գնալ այդ ճանապարհով։ Իմ 6-րդ կետը ընդամենը մի քանի բառ է, որ մենք որպես քարոզիչներ կարիք ունենք հասկանալու, որ եւ կպահի մեզ շատ փորձանքներից։ Այս կարող է հնչել շատ պարզ ու հասարակ։ Այս օգնել է ինձ եւ կարծում եմ կօգնի նաեւ ձեզ։ Երկու հրաշալի բառ կա, որ սովորել եմ իմ վաղ տարիների ընթացքում եւ գործածել եմ ամեն ժամանակ։ Առաջին բառը ոչն է։ Եկեք վերադառնանք Հովսեփին եւ Սամսոնին։ Նրանցից մեկն ասաց ոչ, իսկ մյուսը չասաց։ Եվ տեսեք թե ինչ կատարվեց։ Երբ Հովսեփն ասաց ոչ, նա ապրեց։ Աստված գործածեց նրան եւ մեծ բաներ կատարվեցին, բայց Սամսոնը չասաց ոչ։ Նա խաղ էր անում եւ անում էր այն, ինչ ցանկանում էր։ Նա կորցրեց ամեն բան, որովհետեւ չասաց ոչ բառը։ Ձեզանից ոմանք, որ ընկնում են որոշ սխալ պարագաների մեջ, պատճառը այն է, որ դուք չեք կարողացել ասել ոչ եւ հաստատուն չեք մնացել այդտեղ։ Ոմանք փորձում են ասել ոչ, բայց այս ոչը իրականում այո է։ Աստծո ոչը պետք է հնչի ուժեղ, ոչ բառը օծյալ բառ է։ Այս ոչ բառը կպահի ձեզ մեծ խառնաշփոթություններից, որի մեջ կարիք չունեք ընկնելու։ Երկրորդ բառը, որի մասին դուք պետք է տեղյակ լինեք, դա շնորհակալություն բառն է։ Որքան մարդիկ եւ սպասավորներ վիրավորվել են մեկը մյուսից, որոնք չեն արտահայտվել գոհունակությամբ։ Շնորհակալություն բառը հրաշալի աշխարհ կստեղծի ձեզ համար։ Սկսեք շնորհակալություն ասել ձեր աշխատողներին, շնորհակալություն հայտնել ձեր շրջապատի մարդկանց։ Ուղղակի ասեք շնորհակալ եմ, այս հրաշքներ կգործի։ Մենք պետք է սովորենք ինչպես ցույց տալ գոհունակություն, եթե ունենալու ենք մարդիկ մեր նեղ եւ լայն օրերի մեջ։ Այս է պատճառը, որ մարդիկ չեն մնում ձեր կողքին, որովհետև դուք չեք գոհանում։ Յոթերորդը։ Այս կարող եք կարդալ Ղուկասի 4-րդ գլխում, երբ Հիսուս սկսեց իր ծառայությունը։ Իշխելու ոգին այսօր շատ զորավոր է, հատկապես որոշ եկեղեցիներում։ Երբ Աստծո արթնության շարժը վերջանում է, իշխող եւ կրոնական ոգիները փորձում են իշխել եւ կապել մարդկանց, ինչպես նրանք արեցին Հիսուսի հետ։ Մարդիկ փորձում են գործածել մի նայվածք, որով ուզում են ասել ձեզ, որ դուք լավը չեք։ Նրանք կփորձեն վախեցնել ձեզ իրենց հայացքներով։ Մարդիկ կփորձեն վարկաբեկել ձեզ, ցույց տալով, թե դուք չգիտեք, թե ինչ եք անում։ Եվ երբ իշխող ոգին չախտի այս երկու ձևերով, նրանք կհետապնդեն վայր գցելու ձեզ, սպանելու ձեր ծառայությունը։ Իշխող ոգին չպետք է հաղթի ձեր ծառայությանը։ Շատերը, որ լսում են ինձ, կապված են իշխող ոգով։ Դուք չեք կարող կապված մնալ, դուք չեք կարող կորած լինել ձեր պարգևի եւ ծառայության մեջ։ Օրը եկել է եւ Աստված ուղարկելու է իր պատգամաբերներին, որոնք կդնեն իրենց ձեռքերը ձեր վրա եւ կխոսեն Աստծո խոսքը ու կազատեն ձեզ։ Աստված ուղարկելու է իր պարգևները եւ ծառայությունները երկրի վրա։ Իսկ ինչու են ծառայողներն ու հովիվներն իշխում։ Պատճառն այն է, որ նրանք չեն պահում օծությունը։ Այսօր էլ կան եկեղեցիներ, որոնք կորցնում են իրենց փողերը, կորցնում են անդամները եւ հովիվը չգիտի ինչ անել։ Նրանք սկսում են հոգեվորապես եւ էմոցիոնալ ձևով մանևրել մարդկանց։ Սա մեղք է։
Ինչպես կարող է այդ հովիվը փոխվել։ Ինչպես կարող է ձեր ծառայությունը շարունակվել։ Ճանապարհը մեկն է, եթե դուք ժամանակ անցկացնեք ծոմապահությամբ եւ աղոթքով եւ բռնվեք Աստծո օծությունից։ Եթե դուք չգտնեք թարմոցություն, ապա բարեկամս, հնարավոր չէ, որ քո ծառայությունը շարունակվի եւ հասնի իր նպատակին։ Օծությունն է, որ ջախջախում է ամեն կապանք։ Իմ վերջին կետը դա 8-րդն է։ Այն պարգևը, որ ունես Աստվածանից, երբեք չպետք է անտեսվի։ Առաջին Տիմոթեոս 4:11-16-ում Պողոսն ասում է Տիմոթեոսին. անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար։ Երկրորդ Տիմոթեոս 1:6-7 համարներում ասում է. արծարծիր Աստծո այն շնորհքը, որ քեզանում է։ Ես հրավիրում եմ քեզ, որ սկսես շարժվել եւ առաջանաս քաջությամբ եւ իշխանությամբ։ 7-րդ համարն ասում է. Աստված մեզ երկչոտության հոգին չտվեց, այլ զորության, սերի եւ զգաստության։ Ուրեմն զգաստ եղեք եւ գործածեք այն ձեր ծառայության մեջ։ Պողոսն ասում էր Տիմոթեոսին, թե ինչու են ծառայողներն ընկնում, նրանք չեն բռնում հավատքից եւ բարի խշմտանքից։ Հաջող ծառայություն ունենալու համար հովիվը պետք է ունենա զգաստություն։ Այս հրաշալի ժամանակ էր, որ մենք անցկացրեցինք միասին։ Եվ ես հույսով եմ, որ երբ մենք անցնենք հաջորդ շարժման մեջ, դուք կհաջողեք։ Ես ուզում եմ աղոթել եւ խոսել Տիրոջ խոսքը ձեզ շարժելու եւ ազատելու։ Հայր Հիսուսի անունով ես խոսում եմ Աստծո խոսքը այս մարդկանց վրա։ Ես խոսում եմ ազատություն, ես խոսում եմ հաղթություն իրենց կյանքի մեջ։ Ես խոսում եմ նրանց ներսում եղած պարգևի եւ կոչումի վրա։ Շարժվեք եւ դուրս արեք։ Ես հրամայում եմ ամեն չար ոգու, որոնք փորձում են ստել, չարչարել ներկայիս եւ ապագա սպասավորներին։ Դեպ դադարիր նրանց խաբելուց, կանգնեցնելով իրենց գործը հնազանդվելու Աստծուն։ Թող բժշկարար օրություն գա, թող հրաշքների զորությունը գա երկրի վրա։ Եղիր ուժեղ, նոր օր է սկսվում քեզ համար։ Ես խոսում եմ քեզ հետ, նոր օրը սկսել է։ Եղիր ուժեղ եւ հնազանդ Աստծուն։ Եղիր համարձակ եւ իմաստուն ամեն բանի մեջ։ Նոր սկիզբ է սկսվել եւ Աստված քեզ տեսնում է որպես հաղթանակող անձ։ Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքում եւ ծառայության մեջ։ Աստված օրհնի ձեզ առատորեն։ Amen. P.O. Box 23238, Minneapolis, Minnesota 55423. Or call 612-927-4455.